6 ամիս հետո ամուսնալուծությունից իմ նախկին ամուսինը հանկարծ զանգահարեց ինձ, որպեսզի հրավիրի իր հարսանիքին։ Ես պատասխանեցի. ես նոր եմ ծննդաբերել, չեմ ուզում գալ։ Կես ժամ հետո նա վազելով մտավ իմ հիվանդանոցային պալատը խուճապի մեջ, բացարձակապես վախեցած։ Իսկ նախքան շարունակելը խնդրում եմ պատմեք, որ երկրից եք եւ քանի տարեկան եք։ Մեզ շատ հաճելի է ճանաչել մեր հանդիսատեսին։ Հաճելի լսումներ։ 6 ամիս հետո մեր ամուսնալուծությունից իմ նախկին ամուսինը զանգահարեց ինձ եւ բացարձակապես սովորական տոնով հայտարարեց, որ հաջորդ ամսվա 8-ին նա ամուսնանում է եւ հրավիրատոմսն արդեն ուղարկել է։ Ես սեղմում էի հեռախոս այնպես, որ սպիտակեցին մատներիս հոդերը եւ հանգիստ պատասխանեցի. չեմ գա, ես նոր եմ ծննդաբերել։ Կախվեց կարճ դադար, ինչպես լինում է, երբ մարդը ոչ մի կերպ չի սպասում հենց այդ լսելուն։ Հասկացա, խուլ, ասաց նա։ Կես ժամ հետո պալատի դուռը բացվեց այնպես, կարծես ոտքով հարվածեցին։ Անտիսեպտիկի սուր հոտը հարվածեց քթիս, վերջնականապես քշելով քնի մնացորդները։ Կեսարյան հատումից հետո կարի տեղը որովայնի ներքևում ցավում էր ձգվում, կարծես ինչ-որ մեկը ներսից քաշում էր թելը, հիշեցնելով գիշերային վիրահատության մասին, այն սահմանի մասին կյանքի եւ մահվան միջև, որով անցել էի ընդամենը մի քանի ժամ առաջ։ Ես զգուշորեն շրջվեցի կողքի վրա, փորձելով չվնասել։ Մոտակայքում թափանցիկ պլաստիկ տուփում քնած էր իմ որդին։ Ես նախապես ընտրել էի նրա անունը, կրկնում էի այն ինքս իմ մեջ ամբողջ հղիության ընթացքում, ինչպես աղոթք, բայց բարձրաձայն դեռ չէի համարձակվում ասել, կարծես վախենալով աչք տալուց։ Նա ծնվել էր 2 շաբաթ շուտ, մաշկը դեռ կարմրավուն էր, կնճռոտ, ամբողջությամբ այդքան փոքրիկ, կորած սպիտակ սավանների եւ խողովակների մեջ։ Պանորամային պատուհանից դուրս մոխրագույն երևանյան երկինքը կախված էր ցած։ Մանր ձմեռային անձրևը խառնված սյան հետ չէր դադարում գծագրել ապակին։ Աղմուկը մնացել էր հաստապակու այն կողմում։ Այստեղ մասնավոր կլինիկայի հետ ծննդյան բաժանմունքում չափազանց հանգիստ էր, չափազանց դատարկ։ Ես պարկած նայում էի որդուս, զգալով երջանկության բացարձակ խառնուրդ եւ ինձ որ խորքային կենթանական մենակություն։ Ոչ ամիսին, ոչ հարազատներ, միայն Անին, իմ լավագույն ընկերուհին, եւ նա էլ հիմա գնացել էր տուն, իմ իրերը եւ լիցքավորիչը բերելու։ Սեղանիկի վրա հեռախոսը թրթրաց այնքան համառորեն, որ սիրտս իջավ կրունկներիս։ Ես ձգվեցի, նայեցի էկրանին եւ անունը, վաղուց ջնջված կոնտակտներից միևնույն է պարզ երևաց գլխումս՝ Մենուա։ 6 ամիս, ընդամենը 6 ամիս էր անցել այն օրից, երբ դուրս եկանք դատարանի շենքից, տարանջատվեցինք տարբեր ուղություններով եւ այլևս չհանդիպեցինք։ Յուրաքանչյուրս գնաց իր ճանապարհով, նա վերև, ես անհասկանալի ուղությամբ, ներկերի ճամփրուկով եւ ցավով ներսում։ Մեկ վայրկյան կանգ առա, մտադիր չպատասխանել, բայց մատներս ինքնուրույն սահեցին կանաչ կոճակի վրա։ Խորքում հին սովորությունը դեռ ապրում էր իր կյանքով։ Այո, ձայնը խրպոտ էր ջրազրկումից եւ հոգնածությունից, կարծես օտար։ Այն կողմից հնչեց նրա բարիտոնը, ցածր երբեմն այդքան հարազատ, որից իմ ինստիտուտում արագանում էր զարկերակս։ Հիմա այդ ձայնում սառը քաղաքավարի անտարբերություն կար։ Ինչպե՞ս ես, հարցրեց Մենուան։ Ես հրաշալի հասկանում էի, որ դա պարզապես քաղաքավարի կամուրջ էր դեպի իսկական նպատակը։ Նա երբեք չէր զանգահարում պարզապես այնպես, որպեսզի հետաքրքրվեր նախկին կնոջ առողջությամբ, հատկապես երբ նա օր ու գիշեր պտտվում է շինարարական իմպերիայի գլխին, որի շրջանառությունը տասնյակ միլիարդներ է։ Դեռ ողջ եմ, չոր պատասխանեցի ես, չկտրելով հայացքս որդուս փոքրիկ կրծքավանդակից, որն հավասարաչափ բարձրանում եւ իջնում էր։ Ինչ ես ուզում, ես զբաղված եմ։ Խողովակում լսվեց կարճ զսպված ծիծաղ։ Ծիծաղը մարդու, ով սովոր է հաղթել ցանկացած բանակցություններում։ Դեռ այդպիսի փշոտ ես, հա, ասաց նա։ Զանգում եմ նորություն հայտնելու։ Ի վերջո մենք ամուսիններ ենք եղել, չեմ ուզում, որ դու իմացած լինես մեկ ուրիշից։ Ես սեղմում էի Սավանի եզրը։ Վատ նախազգացումը, ինչպես սառցեալիք, անցավ մեջքիս վրայով։ Հաջորդ ամսվա 8-ին, հստակ ասաց նա, Մարինեն եւ ես ամուսնանում ենք։ Ուզում էի հրավիրել քեզ։ Ի վերջո, թեև ամուսնալուծվել ենք, բայց կարող ենք մնալ ընկերներ, ճիշտ։ Նրա յուրաքանչյուր բառը խոցում էր ականջներս ցավալի պարզությամբ։ Այն, որ նա ամուսնանում է, դրամաբանական էր։ Մարինեն խոշոր գործընկերոջ աղջիկն է, իդեալական միություն։ Բացի այդ, գործնական է, հարմար, օգնում է նրան աշխատանքում։ Միթե դա չէ, ինչ նա ասում էր ինձ ամուսնալուծության օրը, որ իրեն պետք է իր մակարդակի կին, ոչ թե նկարչուհի Մոլբերտով։ Բայց ինչու էր այդքան սուր խոցում կրծքիս մեջ։ Ինչու էր այդ արտահայտության ցավը ավելի իրական, քան կարի ցավը։ Նա հրավիրում էր իր նախկին կնոջը գալ եւ նայել, թե ինչպես է նա երջանիկ մեկ ուրիշի հետ։ Ընդամենը կես տարի հետո դատարանից դուրս գալուց հետո, դեն նետելով մեր ամուսնությունը որպես ավարտված նախագիծ։ Նրա դաժանությունը միշտ քաղաքավարի էր, փաթաթված անթերի վարքագծով։ Ինչ էր ուզում ցույց տալ։
իր մեծահողությունը թե ցուցադրաբար հաստատել, որ ես նրա համար վաղուց անցյալ եմ։ Աննա, դեռ գծի վրա ես։ Նրա ձայնը դարձավ մի փոքր նյարդայնացած իմ լռությունից։ Ես նայեցի որդուս։ Փոքրիկը շարժեց շուրթերը, հարաճեց քնի մեջ, կարծես կուրծք էր փնտրում։ Ներսում բարձրացավ ինչ-որ նոր ուժ։ Ես արդեն չէի այն հնազանդ կինը, ով ամեն երեկո սպասում էր նրան տաք ընթրիքով։ Հիմա ես մայր էի, եւ այդ մայրը չէր պատրաստվում թույլ տալ ոչ մեկին, անգամ իր երեխայի հորը նորից ցավեցնել իրեն։ Ես պատասխանեցի զարմանալիորեն հանգիստ ձայնով։ Այն դադարեց դողալ, դարձավ հստակ, հավասար եւ սառը։ Շնորհակալ եմ հրավիրատումսի համար, բայց չեմ կարող գալ։ Զբաղված ես, անմիջապես հարցրեց նա։ Եթե դա պատկերասրահի պատճառով է, կարող ես արձակուրդ վերցնել։ Մեքենա կուղարկեմ։ Գործը պատկերասրահի մեջ չէ, ընդհատեցի ես։ Յուրաքանչյուր բառը հեշտ էր տրվում, բայց ներսում կշռում էր տոննա։ Ես հիմա հետծննդյան շրջանում եմ։ Այն կողմում կախվեց գերեզմանային լռություն։ Պալատի տարածքը կարծես սառեց։ Ես լսեցի բաժակի զնգոցը ինչ որտեղ նրա մոտ։ Խուլ ձայներ կարծես ինչ որ մեկը կանգնած էր շատ մոտ, եւ նրա շնչառությունը խախտված, անսովոր հաճախակի։ Ինչ ասացիր։ Մենուայի ձայնը ամբողջովին կորցրեց նախկին ինքնավստահությունը։ Ես ասացի, ես հիմա հետծննդյան շրջանում եմ։ Գիշերը կեսարյան են արել։ Տղա է, այնպես որ կարծում եմ չես նեղանա, եթե բաց թողնեմ քո մեծորը։ Ճիշտ։ Ես անգամ չսպասեցի պատասխանի։ Ոչ բացատրություններ, ոչ հարցեր ինձ պետք չէին։ Մատով վստահորեն սեղմեցի կարմիր կոճակը։ Էկրանը մարեց։ Հեռախոսը ընկավ մատրասի վրա։ Իսկ ես զգացի կարծես կրծքիցս հանվեց ծանր սալաքար, որը ճնշում էր վերջին ամիսներին։ Իմ փոքրիկ որդին խեղճորեն լացեց հանգիստ։ Ես ատամներս սեղմելով ցավից բարձրացա, հասա տուփին, դրեցի ձեռքս նրա մեջքին։ Հանգիստ իմ լավ, շնչացի ես։ Մաման այստեղ է։ Մեզ այլևս ոչ ոք պետք չէ։ Ոչ ոք։ Աչքերս ինքնուրույն լցվեցին տաք հարցունքներով։ Դրանք գլորվում էին այդերիս, խառնվելով քրտինքին։ Բարերով ես հենց նոր փոքրիկ հաղթանակ էի տարել, բայց ներսում դա դարկ էր։ Ես գիտեի, իմ բարերը պարզապես մերժում չէին։ Սա դետոնատոր էր։ Իմանալով մենուային, ես հրաշալի հասկանում էի, որ նա չի թողնի ամեն ինչ այդպես։ Չափազանց սովոր է վերահասկել։ Մոտավորապես 30 րոպե հետո, հենց երբ փորձում էի մեկ ձեռքով պատրաստել խառնուրդը, պալատի դուռը բացվեց այնպիսի ուժգնությամբ, որ հարվածեց պատին։ Որդիս բարձրացավ եւ պորտկաց պարսավալի լացով։ Ես սեղմեցի նրան իմ կողքին, բնաստաբար ծածկեցի իմով եւ շրջվեցի դեպի դուռը, արդեն պատրաստվելով հանդիմանել ցանկացածի, ով այդպես աղմկում է հիվանդանոցում։ Բայց բարերը խրվեցին կոկորթումս։ Շեմին կանգնած էր մենուան, միայն ոչ այն անթերի գեներալ տնորենը, իդեալական կոստյումով, հարդարված մազերով եւ թանկարժեք հոցանելիքով, որին հիշում էի։ Այս մարդը կարծես շրջված էր ներսից դուրս։ Նրա վրա լուսավոր հարսանյաց կոստյում էր, հավանաբար այն, որը նա փորձում էր առաջիկա արարողության համար։ Բայց պաճկոնը կողքի էր, ժիլետը դուրս էր եկել, բուտոն երանցալված, ծաղիկը կիսով չափ թափվել։ Մազերը խառնված եւ կպաճ ճակատին քրթինքից։ Դեմքը կարմրած, կուրծքը ծանր բարձրանում էր, կարծես վազել էր ամբողջ ճանապարհը։ Քրթինքի խոշոր կաթիլները հոսում էին ճակատից, այտերից եւ կզակից։ Նա կանգ առավ Շեմին։ Լայն բացված աչքերով առաջինը նայեց ինձ, հետո երեխային, ով ճչում էր իմ գրկում։ Նրա հայացքում խառնվեին շոկը, անվստահությունը եւ ինչ-որ անհասկանալի, օտար վախը իմ համար։ Աննա, դուրս մղեց նա խրպոտ, ձայնը կոտրված ինչպես քամին ճեղքում։ Ես ինքս հանգստացրի շնչառությունս, պահելով սրտիս խելագար հարվածը։ Շոյեցի որդուս մեջքը, իջեցրի հայացքս ծածկոցին, որպեսզի չնայեմ մենուայի աչքերին։ Ինչ ես անում այստեղ, հանգիստ հարցրեցի ես։ Սա ռեանիմացիա է, այստեղ չի կարելի։ Նա կարծես չլսեց։ Մի քանի արագ քայլ, եւ նա արդեն մահճակալի մոտ էր։ Հեռավորությունը մեզ միջև կրճատվեց մի քանի քայլի։ Նրանից հոտ էր գալիս քրտինքի, փողոցի եւ նույն ծանոթ օծանելիքի։ Միայն հիմա այդ հոտը առաջացնում էր իմ մեջ անհանգստություն, ոչ թե հուզմունք։ Ճիշտ է դա, արտաշնչեց նա, ցույց տալով երեխային։ Ում երեխան է դա։ Ես բարձրացրի գլուխս եւ նայեցի ուղիղ նրա աչքերին։ Սև, երբեմն իմ համար ամբողջ աշխարհ դարձած, հիմա արտացոլում էին հոգնած կնոջը հիվանդանոցային վերնաշապիկով,
խառնված մազերով և հոգնածություն դեմքի բոլոր գծերում։ «Սա իմ որդին է», հստակ ասացի ես։ «Ո՞վ է հայրը», մռնչաց Մաքսիմը, զսպելով գոռոցը, բայց այնպես, որ պատերը կարծես թրթրացին։ Նա թեքվեց ավելի մոտ, երկու ձեռքերով կպավ մահճակալի մետաղական եզրերին։ Մատները սպիտակեցին լարվածությունից։ Ես ծուռ ժպտացի։ Ինչ հետաքրքիր հարց։ Մենք ամուսնալուծվել ենք 6 ամիս առաջ։ Ես ունեմ իմ կյանքը, դու քոնը։ Ինչ իրավունքով պետք է քեզ ընդհանրապես մտաղոքի, ով է իմ երեխայի հայրը, պարոն։ Մի բարկացնի ինձ, Աննա։ Նրա դեմքը խեղաթյուրվեց, աչքերը լցվեցին արյունով։ 6 ամիս։ Դու ծննդաբերել ես ամուսնալուծությունից 6 ամիս հետո։ Եթե հանես 9 ամիս հղիության, դու հղիացել ես դեռ դատարանից առաջ, ճիշտ։ Սառը հաշվարկը գործնական մարդու մոտ աշխատեց վայրկյանում։ Ես գիտեի, որ թաքցնել չի ստացվի, եւ արդեն չէի ուզում։ Այո, հանգիստ խոստովանեցի ես, դիմանալով նրա հայացքին։ Եվ ինչու, պոկվեց նա բղավոցի, ինչու չես ասել ինձ, ինչպես համարձակվեցիր թաքցնել ինձանից այդպիսի կարևոր բան, ինչու։ Ես պատասխանեցի այնպիսի հոգնած հեգնանքով, որ ինքս իմ վրա զարմացա։ Որպեսզի դու ինձ խղճաս, հա։ Կամ գուցե տրամադրես մի քիչ քո ազատ պատասխանատվությունից, մինչև զբաղված էիր քո ազնիվ հարսնացուի հետ հարսանիքի պատրաստությամբ։ Հիշիր, ինչ ասացիր այն օրը, երբ ստորագրեցինք փաստաթղթերը։ Քեզ պետք է կին, ով կբարձրացնի քո կարգավիճակը, ոչ թե նկարչուհի, ով միայն գիտի երազել եւ քսել ներկեր կտավներին։ Քեզ պետք է ազատություն։ Քեզ պետք է կարիերային աճ։ Ես տվեցի քեզ ազատություն։ Ինչ ես ուզում։ Նա կանգ առավ։ Այն բառերը, որոնցով նա երբևէ կտրել էր իմ սիրտը, հիմա վերադարձան նրան, մեկը մյուսի հետևից։ Նա կանգ առավ շեմին։ Լայն բացված աչքերով առաջինը նայեց ինձ, հետո երեխային, ով ճչում էր իմ գրկում։ Նրա հայացքում խառնվեին շոկը, անվստահությունը եւ ինչ-որ անհասկանալի, օտար վախը իմ համար։ Աննա, դուրս մղեց նա խրպոտ, ձայնը կոտրված ինչպես քամին ճեղքում։ Ես ինքս հանգստացրի շնչառությունս, պահելով սրտիս խելագար հարվածը։ Շոյեցի որդուս մեջքը, իջեցրի հայացքս ծածկոցին, որպեսզի չնայեմ Մենոյի աչքերին։ Ինչ ես անում այստեղ, հանգիստ հարցրեցի ես։ Սա ռեանիմացիա է, այստեղ չի կարելի։ Նա կարծես չլսեց։ Մի քանի արագ քայլ, եւ նա արդեն մահճակալի մոտ էր։ Հեռավորությունը մեզ միջև կրճատվեց մի քանի քայլի։ Նրանից հոտ էր գալիս քրտինքի, փողոցի եւ նույն ծանոթ օծանելիքի։ Միայն հիմա այդ հոտը առաջացնում էր իմ մեջ անհանգստություն, ոչ թե հուզմունք։ Ճիշտ է դա, արտաշնչեց նա, ցույց տալով երեխային։ Ում երեխան է դա։ Ես բարձրացրի գլուխս եւ նայեցի ուղիղ նրա աչքերին։ Սև, երբեմն իմ համար ամբողջ աշխարհ դարձած, հիմա արտացոլում էին հոգնած կնոջը հիվանդանոցային վերնաշապիկով, խառնված մազերով եւ հոգնածություն դեմքի բոլոր գծերում։ Սա իմ որդին է, հստակ ասացի ես։ Ո՞վ է հայրը, մռնչաց Մաքսիմը, զսպելով գոռոցը, բայց այնպես, որ պատերը կարծես թրթրացին։ Նա թեքվեց ավելի մոտ, երկու ձեռքերով կպավ մահճակալի մետաղական եզրերին։ Մատները սպիտակեցին լարվածությունից։ Ես ծուռ ժպտացի։ Ինչ հետաքրքիր հարց։ Մենք ամուսնալուծվել ենք 6 ամիս առաջ։ Ես ունեմ իմ կյանքը, դու քոնը։ Ինչ իրավունքով պետք է քեզ ընդհանրապես մտաղոքի, ով է իմ երեխայի հայրը, պարոն։ Մի բարկացնի ինձ, Աննա։ Նրա դեմքը խեղաթյուրվեց, աչքերը լցվեցին արյունով։ 6 ամիս։ Դու ծննդաբերել ես ամուսնալուծությունից 6 ամիս հետո։ Եթե հանես 9 ամիս հղիության, դու հղիացել ես դեռ դատարանից առաջ, ճիշտ։ Սառը հաշվարկը գործնական մարդու մոտ աշխատեց վայրկյանում։ Ես գիտեի, որ թաքցնել չի ստացվի, եւ արդեն չէի ուզում։ Այո, հանգիստ խոստովանեցի ես, դիմանալով նրա հայացքին։ Եվ ինչու, պոկվեց նա բղավոցի, ինչու չես ասել ինձ, ինչպես համարձակվեցիր թաքցնել ինձանից այդպիսի կարևոր բան, ինչու։ Ես պատասխանեցի այնպիսի հոգնած հեգնանքով, որ ինքս իմ վրա զարմացա։ Որպեսզի դու ինձ խղճաս, հա։ Կամ գուցե տրամադրես մի քիչ քո ազատ պատասխանատվությունից, մինչև զբաղված էիր քո ազնիվ հարսնացուի հետ հարսանիքի պատրաստությամբ։ Հիշիր, ինչ ասացիր այն օրը, երբ ստորագրեցինք փաստաթղթերը։ Քեզ պետք է կին, ով կբարձրացնի քո կարգավիճակը, ոչ թե նկարչուհի, ով միայն գիտի երազել եւ քսել ներկեր կտավներին։ Քեզ պետք է ազատություն։ Քեզ պետք է կարիերային աճ։ Ես տվեցի քեզ ազատություն։ Ինչ ես ուզում։
Նա կանգ առավ։ Այն բառերը, որոնցով նա երբևէ կտրել էր իմ սիրտը, հիմա վերադարձան նրան, մեկը մյուսի հետևից։ Նա դանդաղ բացեց մատները, հետ քայլ արեց, կարծես դեմքին հարվածեցին։ Որդիս դեռ լաց էր լինում իմ գրկում։ Նրա լացը կտրեց խեղդող լարվածությունը, որը լեցրել էր պալատը։ Մենուանը կարծես արթնանալով նայեց երեխային արդեն այլ հայացքով, կորած, գրեթե շփոթված։ Թույլ տուր նայեմ նրան, շշնջաց նա։ Ձայնը հանկարծ դարձավ ինչ-որ փխրուն, տարօրինակ։ Ես ավելի ամուր սեղմեցի որդուս իմ կողքին, մոր բնազդը բարձրացավ իմ մեջ, ինչպես պատ։ Գնա, քո հարսնացուն սպասում է քեզ։ Թույլ տուր նայեմ երեխային։ Հանկարծ պոկվեց նա, շտապեց իմ կողքը, փորձելով խլել փոքրիկին իմ ձեռքերից։ Մի դիպչիր նրան, բղավեցի ես, հետ քաշվելով, ծածկելով որդուս այնքան, որքան թույլ էր տալիս ցավը։ Այդ պահին պալատի դուռը նորից բացվեց, մտավ բարձրահասակ բուժքույրը խիստ դեմքով։ Այդպես հանգիստ խնդրում եմ, խիստ ասաց նա, այստեղ շուկա չէ, այլ հիվանդանոց։ Ով եք դուք ընդհանրապես։ Հիմա այցելությունների ժամը չէ, անմիջապես դուրս եկեք։ Մենուանը կանգ առավ ձգված ձեռքով, նայեց ինձ, հետո երեխային, հետո հայացքը տեղափոխեց բուժքրոջը։ Նրա աչքերում բռնկվեց այնպիսի կրակ, որ անգամ նա հետ քայլ արեց, բայց աղմուկը շարունակել նա չսկսեց։ Դանդաղ իջեցնելով ձեռքը, նա ուղեց ծալված բաճկոնը, ուղեց ուսերը, խոր շունչ քաշեց, փորձելով վերադարձնել իր սովորական դիմակը։ Ես նրա հայրն եմ, հստակ, տար արտար, արտասանեց Մենուանը, ուղիղ նայելով բուժքրոջ աչքերին։ Նրա հայրը, հետո հայացքը տեղափոխեց իմ վրա։ Աչքերը մտնեցին, ինչպես երկինքը ուժգին անձրևից առաջ։ Դու իսկապես մտածում էիր, որ կկարողանաս թաքցնել դա ինձանից ամբողջ կյանքում։ Աննա, հանգիստ, բայց սպառնալի ասաց նա։ Սխալվեցիր։ Քո ամենամեծ սխալը պատկերացնելը, որ կարող ես խլել իմ իրավունքը լինել հայր։ Ասելով դա նա շրջվեց եւ դուրս եկավ պալատից, թողնելով իր հետևից սառը դատարկություն եւ աճող կպչուն անհանգստության զգացում իմ երսում։ Երբ նա գնաց, ես դեռ երկար պարկած էի գտվածահարի պես։ Արմենը արդեն դադարել էր լաց լինել եւ հանգիստ քնած էր իմ գրկում։ Նրա փոքրիկ ափը ամուր բռնել էր իմ մատը, կարծես փրկություն էր փնտրում։ Ես նայում էի նրան եւ արդյունքները նորից գլորվեցին ինքնուրույն։ Ես կարծես նախապես պատրաստվել էի այդպիսի օրվան։ Հասկանում էի, որ վաղ թե ուշ նա կիմանա, բայց չէի մտածում, որ ամեն ինչ կլինի այդքան շուտ եւ այդքան կոշտ։ Մենուայի հայտնվելը քարի պես էր, նետված այն փխրուն հանգստության մեջ, որը ես այդքան դժվարությամբ կառուցել էի այս ամիսներին։ Ինձ վախեցնում էր մոր վախը, թույլ նիրահատությունից հետո, նախկին ամուսնու փողերի եւ հնարավորությունների առջև։ Նա իրավացի էր մեկ բանում։ Ես թերագնահատել էի նրա սեփականատիրոջ բնազդը։ Դուռը նորից բացվեց, այս անգամ հանգիստ։ Պալատ մտավ ընկերուհիսը, ամբողջովին պայուսակներով, փաթեթներով, մրգերի փաթեթով եւ ինչ որ կացեիկով։ Տեսավ իմ լացած աչքերը եւ անմիջապես ամեն ինչ հասկացավ։ Ինչ ես, թրջկոտեց մահճակալի մոտ, կարծավում է, թե փոքրիկը տանջում է։ Նա գցեց փաթեթները դիվանի վրա, մոտեցավ, դիպավ իմ ճակատին։ Մենուան այստեղ էր, շշնջացի ես։ Նրա աչքերը դուրս եկան ճակատին։ Ինչ? Արտաշնչեց նա, արդեն գիտի, այդքան արագ։ Ես ինքս ասացի, դառը ժպտացի ես։ Ասացի նրան, որ իմ մոտ հետ ծննդյան շրջան է։ Նա հարվածեց ինքն իրեն ափով ճակատին։ Տեր իմ, Աննա, դու խելագարվել ես, դու ինքդ գազանին արթնացրիր։ Դե ինչպես էր նա։ Ես կարճ պատմեցի նրան մեր փոթորիկը պալատում։ Մինչև ես խոսում էի, նրա դեմքը փոխվում էր։ Սկզբում շոկ, հետո զայրույթ, իսկ վերջում անհանգստություն։ Նա քայլում էր պալատով այս ու այն կողմ, ինչպես վագր վանդակում։ Իմանալով Մենուային, վերջապես ասաց նա այդպես չի թողնի։ Նա ամբիցիոզ է միջև խելագարություն եւ դեռ տղամարդ է վերահսկողության մանիայով։ Իսկ հիմա նա իմացել է, որ ունի որդի, ժառանգորդի։ Նա այդ տղայի համար կոկորդ կկտրի, ով ուզում է լինի, եւ քեզ առաջինը։ Ինչ ես պատրաստվում անել։ Չգիտեմ, ես գլուխս շարժեցի։ Ներսում ամեն ինչ ծանր էր։ Ես կհաղթահարեմ, ես ունեմ իմ փողերը։ Պատկերասրահը պահպանվում է։ Ինձ նրա փողերը պետք չեն։ Գործը փողերի մեջ չէ, Աննա, կտրուկ ընդհատեց նա։ Գործը նրա էգոյում է եւ նրա ընտանիքում։ Դու իսկապես մտածում ես, որ նրա մայրը թույլ կտա, որ միակ թոռը, ամբողջ թագավորության ժառանգորդը ինչ որ տեղ թափառի աղքատ նկարչուհու հետ։ Նրա բառերը խոցեցին ինձ ինչպես ասեղներ։ Նախկին սկեսուրս Էլվիրան, կին պողպատ, որի համար ազգանունը եւ մակարդակը ավելի շատ նշանակություն ունեին, քան մարդկային կյանքը։
Նախկինում նա ինչ չէր կարողանում հանդուրժել արդեն այն պատճառով, որ ես առանց գրոշի եւ առանց բարձր ազգանվան։ Իսկ հիմա իմանալով, որ ես ծննդաբերել եմ տոհմի շարունակությունը, նա Արմենին կհամարի իրենց սեփականությունը, ոչ իմ որդին, այլ իրենց ժառանգորդը։ Ես միայն բերանս բացեցի պատասխանելու համար, երբ դուռը նորից բացվեց։ Այս անգամ պալատ մտավ ոչ թե մարդ, այլ ամբողջ շքերթ, առջևում մենուան, արդեն առանց բաճկոնի, մեկ սպիտակ վերնաշապիկով, փողկապը թուլացված, թևերը գալարած։ Նրա հետևից 3 հարգալից բժիշկներ սպիտակ խալաթներով եւ 2 բուժքույրեր, որոնք հրում էին սայլակներ ապարատուրայով։ Ինչ ես դու այստեղ կազմակերպել, արտաշնչեցի ես, սեղմելով Արմենին իմ կողքին այնպես, որ նա կվնասվի։ Մենուան անգամ չնայեց ինձ։ Դիմեց ամենատարեց բժիշկին հարգանքով, ինչպես գործնական հանդիպմանը։ Պրոֆեսոր, խնդրում եմ, կատարեք երեխայի ամբողջական հետազոտություն։ Նա ծնվել է 2 շաբաթ շուտ։ Ես անհանգստանում եմ թոքերի համար։ Եվ միաժամանակ արյուն վերցրեք ԴՆԿ վերլուծության համար։ Դու խելագարվել ես։ Ես փորձեցի բարձրանալ, բայց որովայնի ցավը անմիջապես վերադարձրեց ինձ տեղը։ Նա մոտեցավ ավելի մոտ, մեղմ, բայց վստահորեն սեղմեց իմ ուսերին դնելով հետ։ Ձեռքը տաք էր, ուժեղ։ Ես զգում էի, որ նա զսպում է իրեն, որպեսզի չցավեցնի ինձ։ Պարկիր հանգիստ, մի կտրիր կարը, ասաց նա հանկարծ ցածր եւ լուրջ։ Ես անում եմ լավագույնը մեր որդու համար, դու իրավունք չունես խանգարել ինձ։ Սա իմ որդին է, շշնջացի ես։ Ինձ պետք չեն ոչ մի վերլուծություններ, ես այդպես էլ գիտեմ ումն է նա։ Եվ իմն էլ, գրեթե մռնչալով, բայց հանգիստ, ուղիղ իմ դեմքի մոտ, պատասխանեց նա։ Նրա աչքերը խոցեցին իմը, նրանց մեջ եւ վիրավորանք կար եւ համառություն եւ ինչ որ հուսահատ վճռականություն։ Նայիր նրան, Աննա։ Մենյուան գլխով արեց որդու կողմը, այս ճակատին, ծնոտին, որքան էլ դու ժխտես ակնհայտը։ Ես իջեցրի հայացքս Արմենին, նա արդեն քնած էր, եւ փոքրիկ դեմքը իսկապես մենյուայի կրճատված կրկնօրինակներ։ Անգամայն թե ինչպես էր նա կնճռոտում հունքերը քնի մեջ, մեկ էր։ Պրոֆեսոր Պետրոսյանը երկրի լավագույն մանկաբույժը, շարունակեց մենուան արդեն ավելի մեղմ, չկտրելով աչքերը որդուց։ Կլինիկան ձեզ մոտ լավն է, չեմ վիճում, բայց ես ունեմ իմ մարդիկ։ Ես ուզում եմ համոզված լինել, որ երեխայի հետ ամեն ինչ իդեալական է։ Ընկերուհիս շարժվեց դեպի մեզ, բայց Մաքսիմի անվտանգության աշխատակիցներից մեկը անաղմուկ խոչընդոտեց նրա ճանապարհը։ Նա միայն հուսահատ հայացք գցեց ին վրա։ Բժիշկները սկսեցին գործը։ Ամեն ինչ անում էին հստակ, զգուշորեն, հանգիստ։ Ես պառկած անօգնական նայում էի, թե ինչպես են իմ փոքրիկից արյուն վերցնում։ Նրա ճճից իմ սիրտը սեղմում էր ամուր հանգույցով։ Մենուան կանգնած էր կողքին, շրջված։ Բռունցքները այնպես սեղմած, որ ձեռքերի երակները ուռել էին։ Երբ բժիշկները ավարտեցին եւ դուրս եկան, տանելով իրենց հետ սկուտեղներն ու փորձանոթները, Մենուան ոչ մի տեղ չգնաց։ Մոտեցրեց աթոռը, նստեց կողքին եւ լռեց։ Նստած նայում էր, թե ինչպես է Արմենը աստիճանաբար հանգստանում եւ նորից քնում։ Պալատի օդը մի փոքր թուլացավ։ Լարվածությունը կարծես փոխվեց տարօրինակ ծանր լռությունով։ Ինչու՞, հանկարծ հարցրեց նա։ Չնայելով ինձ, դեռ չկտրելով աչքերը փոքրիկից։ Նույն հարցը, որ նախկինում, բայց առանց բղավոցի, առանց զայրույթի, միայն հանգիստ նախադինք։ Կես տարի, շարունակեց նա։ Կես տարի ապրել եմ որպես ռոբոտ, հանդիպումներ, շինարարություններ, գործարքներ։ Իսկ դու այդ ժամանակ գրում էիր իմ երեխան սրտիդ տակ, տարապում տոքսիկոզից, մարմնի խախտումից, հետո մենակ գնացիր ծննդատուն։ Ինչի տեղ ես դնում ինձ դրանով։ Ցանկացած օտար մարդ ավելի շատ մասնակցություն կցուցաբերեր։ Դու ինքդ ընտրեցիր, հոգնած պատասխանեցի ես։ Ընտրեցիր անվերջանալի գործուղումներ, ընթրիքներ հաճախորդների հետ։ Ընտրեցիր Մարինային, ով քեզ միլիոնավոր պայմանագրեր է բերում։ Իսկ ես ընտրեցի մեկը՝ պաշտպանել իմ երեխային քո հաշվարկներից։ Մենուան շրջվեց դեպի ինձ։ Հայացքը ծանր էր, բարդ, խառնուրդ զղջումի եւ համար տղամարդկային հպարտության, որը չգիտի խոստովանել սխալները։ Ես երբեք չեմ ասել, որ չեմ ուզում երեխաներ, խուլ արտասանեց նա։ Եթե գիտենայի, որ հղի ես, չէի ամուսնալուծվի։ Ես թույլ ժպտացի, թեև ներսում ամեն ինչ սեղմվում էր։ Ես չէի ուզում ամուսնություն պարտքի զգացումից։ Ես ուզում էի, որ ինձ սիրեին Մենուա։
իսկ դու վաղուց դադարել էիր ինձ սիրել։ Նա լռեց, չսկսեց վիճել, չփորձեց վիճարկել, եւ այդ լռության մեջ խոստովանված ճշմարտություն կար։ Մեր ամուսնությունը մահացել էր շատ վաղուց, քան ամուսնալուծության կնիքը։ Այս երեխան եկել էր շատ ուշ, սիրո փրկելու համար, եւ շատ շուտ, որպեսզի չդառնա նոր շղթա։ Նրա հեռախոսը նորից զանգեց։ Նա նայեց էկրանին, կնճռոտեց հոնքերը եւ սպրեց զամրե։ 1 վայրկյան հետո զանգը կրկնվեց։ Դա Մարինան է, ասացի ես, շրջվելով պատին։ Քո հարսնացուն։ Գնա։ Մի ստիպիր նրան սպասել։ Նա նայեց հեռախոսին, հետո ինձ, հետո որդուն։ Բարձրացավ, բայց պատասխանի կոճակը այդպես էլ չսեղմեց։ Մի քանի վայրկյան տատանվեց, իսկ հետո պարզապես անջատեց հեռախոսը եւ գցեց դիվանին։ Հարսանիքը չեղարկված է, հավասար տոնով ասաց նա։ Ես կտրուկ շրջվեցի։ Ինչ ասացիր։ Ասացի, որ հարսանիքը չեղարկված է, կրկնեց նա։ Հենց որ դուրս եկա հյուրանոցից եւ եկա այստեղ, հրահանգեցի օգնականին ամենուց չեղարկել։ Ես նայում էի նրան որպես խելագարի, չեղարկել հարսանիքը ռազմավարական գործընկերոջ աղջիկա հետ նորածին երեխայի պատճառով։ Այդպիսին միայն ֆիլմերում են ցուցադրում։ Դու քո մտքի մեջ ես, մղեցի ես։ Հասկանում ես ինչ ես անում։ Գուցե չեմ հասկանամ, նա ծուր ժպտաց։ Բայց ես չեմ կարող ամուսնանալ մեկ ուրիշ կնոջ հետ, մինչև որդին այստեղ է պարկած։ Նա անվստահորեն ձգեց ձեռքը եւ մատների ծայրերով դիպավ Արմենին փոքրիկ մատիկին, որը դուրս էր եկել ծածկոցի տակից։ 1 վայրկյան նրա մեջ փայլեց այն ուսանողը, ով երբևէ խոստացել էր ինձ տուն լի լույսով, բայց բանականությունն անմիջապես տվեց ապտակ։ Մի հավատա, ասացի ինքս ինձ։ Սա սեր չէ, սա սեփականատիրություն է, նրան պետք է ժառանգորդի, ոչ թե դու։ Մենուան չգնաց, ուղարկեց անվտանգության աշխատակիցներին տուն, ինքը տեղավորվեց պալատի նեղ դիվանին, կարծես դա նրա սովորական տեղն էր։ Ընկերուհիս տեսնելով ծանր մթնոլորտը, բայց ոչինչ չկարողանալով փոխել, հառաչեց, ասաց, որ կգնա, կեփի արգանակ եւ կբերի, եւ հրաժեշտի ժամանակ աննկատ թարթեց, ասես դիմացիր եւ աչքերդ չհեռացրու։ Նորից եկավ լռություն, բայց այլ, կպչուն, ճնշող։ Ես պարկեցի, փակեցի աչքերս, փորձելով քնել։ Բայց ներքին հայացքի առջև միշտ կանգնում էր մեկ եւ նույն պատկերը։ Մենուան նստած է գլուխը կախած, արմունկները ծնկներին, դեմքը թաքնված ափերում։ Նրա թանկարժեք օծանելիքի հոտը վաղուց գոլորշիացել էր, մնացել էր ծխախոտի թեթև համ։ Նա նորից սկսել էր ծխել։ Երբ մենք դեռ սիրում էինք միմյանց, ես հանեցի նրանից այդ սովորությունը։ Նա այն ժամանակ խոստացավ թողնել եւ թողեց։ Բայց այն ժամանակվանից, երբ դարձավ գեներալ, աշխատանքը փոխեց նրան շատ ուժեղ։ Հիշողությունները ծածկեցին ինձ ինչպես հին ֆիլմ, կադր առ կադր, առանց հետադարձի իրավունքի։ Մենք ծանոթացանք ինստիտուտում գեղարվեստական ֆակուլտետում։ Ես քաշում էի իմ վրա ծանր մոլբերտը հանետառատ աշնանային անձրևի տակ, փորձելով թաքնվել մուտքի տանիքի տակ։ Մատները սարել էին, վրձինները փաթեթում տարածվում էին, թուղթը թրջվում էր։ Նա այն ժամանակ տնտեսագետ ուսանող էր, եկել էր Երևան փոխանակման 1 սեմեստրով։ Դուրս եկավ շենքից, տեսավ, թե ինչպես եմ ես պայքարում մոլբերտի հետ եւ անմիջապես վազեց։ Թույլ տվեք օգնեմ, ասաց, բռնելով մոլբերտը այնպես կարծես ամբողջ կյանքում դրանով էր զբաղվում։ Այդպես ամեն ինչ սկսվեց։ Առաջին պարզ, գրեթե մանկական սիրավեպ, առանց գլամուրի։ Օրերը ես անցկացնում էի արհեստանոցներում, յուղի եւ ացուխի մեջ, մինչեւ ականջներս։ Նա դասերի միջև վազում էր ինձ մոտ պլաստիկ բաժակով սուրճով։ Երեկոներին մենք շրջում էինք, ուտում էինք պաղպաղակ պարկում եւ երազում բարձրաձայն։ Մի օր, ասում էր Մենուան, գոռալով քամու վրա, ես քեզ համար կկառուցեմ բնակարան հսկայական պատուհաններով, որպեսի միշտ լույս ունենաս, որպեսի նկարես մինչև գիշեր։ Այն ժամանակ ես հավատում էի նրա յուրաքանչյուր բառին։ Մենք ամուսնացանք, երբ նա նոր էր սկսում իր բիզնեսը։ Իմ մոտ վրձիններ եւ էտյուդնիկներ նորմալ մասնագիտության փոխարեն։ Փողը քիչ էր, բայց այդ օրերին ես նրա մոտ միակն էի։ Մենք կիսում էինք դոշիրակը երկուսով, հաշվում դրամները մինչև լումա։ Ինձ տվեցին լավ հնարավորություն, պրակտիկա Փարիզում գեղարվեստական դպրոցում, որի մասին երազում էի մանկությունից։ Ես արդեն ձեռքումս ունեի հաստատման նամակը, բայց Մենուան հենց այն ժամանակ ստորագրում էր առաջին լուրջ պայմանագիրը։ Ամեն ինչ կախված էր մազից։ Ես ծալեցի նամակը, դրեցի գզրոցում եւ չգնացի։ Համոզված ես, հարցրեց նա այն ժամանակ։ Թեև աչքերով երևում էր, որ իրեն ավելի հեշտ է, երբ ես կողքին եմ։ Համոզված եմ, ստեցի ես։
Իմ առջև ամբողջ Ֆրանսիան է։ Հետո ընկերությունը պայթեց։ Սկզբում մեկ հաջող օբյեկտ, հետո երկրորդը, երրորդը։ Փողերը գետի պես հոսեցին։ Մենք տեղափոխվեցինք փոքրիկ վարձակալված մեկ սենյականոցից ավելի ընդարձակ բնակարան, հետո պենթհաուս քաղաքի տեսարանով։ Կարծես թե ահա այն տունը լի լույսով, որի մասին խոստացել էր ինձ անձրևի տակ։ Միայն մետրերի հետ աճում էր և մեր հեռավորությունը։ Ընթրիքները, որոնք ես պատրաստում էի, սառչում էին սեղանին մինչև ես սպասում էի նրան մինչև գիշեր։ Հեռախոսը թարթում էր նույն հաղորդագրություններով։ Կուշանամ, հանդիպման եմ։ Ընթրիք գործընկերների հետ։ Մի սպասիր, կուշանամ, կմնամ գրասենյակում։ Ես դառնում էի գեղեցիկ, հնազանդ ինտերիերի մանրամասնություն։ Հաջողակ տղամարդու կին, հարմար էկրան նրա գործնական հաղթանակների համար։ Կոտրման պահը եղավ մեր ամուսնության 3-րդ տարեդարձը։ Ես նախապես գնեցի 2 տոմս համերգասրահում համերգի, որի մասին երազում էինք դեռ ուսանող ժամանակ։ Զգուշորեն դրեցի դրանք ծրարում, կարծես դրանք տոմսեր էին դեպի մեր նախկին կյանքը։ Համերգի օրը ես գանգուրացրի մազերս, խնամքով ներկվեցի, ինչպես վաղուց չէի ներկվում։ Հակակարմիր մետաքսես գեստը, հենց այն, որը նա երբևէ անվանել էր իր սիրելի։ Կանգնած էի նախասրահում, նայում ժամացույցին և լսում ամեն շշմշոց վերելակի հարկում։ Անցավ 1 ժամ, նա չեկավ։ Անցավ 2։ Ես դեռ կանգնած էի կարմիր զգեստով, ինչպես տիկնիկ վիտրինայում։ 3 ժամ հետո համերգն արդեն գնում էր դեպի ավարտը։ Մարդիկ մտնում էին սրահ, դուրս գալիս, իսկ ես այդպես էլ նստած էի ֆոյեում, սեղմելով ձեռքերիս 2 տոմսիկները։ Հետո մարդիկ սկսեցին ցրվել։ Գարդերոբում շարք կազմվեց։ Փողոցում վառվեցին լապտերները։ Ես կանգնած էի մենակ այդ լույսերի տակ, իմ նոր զգեստով և սառած վատներով, գրկելով ինքս իմ ուսերը։ Զանգահարում էի նրան, հավանաբար 20 անգամ։ Հեռախոսը ցույց էր տալիս, որ բաժանորդը անհասանելի է կամ պարզապես չէր վերցնում։ Նա վերադարձավ խոր գիշերով։ Նրանից հոտ էր գալիս ուժեղ ալկոհոլի և օտար ծխի։ Աչքերը մութ, վերնաշապիկը կոճկված։ Մոռացել եմ, գցեց նա, կոճքելով ժամացիցը։ Կարևոր բանակցություններ էին խոշոր միաձուլման շուրջ, չկարողացա պոկվել։ Մեջքի հետևից հանեց ֆիրմային փաթեթ, նետեց ինձ դիվանին։ Ահա, գնեցի պայուսակ, հավանում ես։ Եվ անգամ չսպասելով պատեսխանի ընկավ մահճակալին, և 1 րոպե հետո արդեն խրմփացնում էր։ Ես նայեցի այդ փաթեթին, հետո համուսնուս, ով ընկած էր մահճակալի վրա բաց բերանով։ Այդ պահին ես պարզ հասկացա, որ այն մարդը, ում ես սիրում էի, այլևս չկա։ Մնացել էր միայն Մենուա Միրզովեյնը, սարը մեքենա փող աշխատելու համար։ Հաջորդ օրը ես որպես հիմար գնացի նրա գրասենյակ տնային ուտելիքի կոնտեյներով։ Վերջին հուսահատ փորձը փրկել այն, ինչ արդեն քանդվել էր։ Վերելակում ինձ անհարմար էր։ Մուտքի մոտ պահակախումբը ժպտաց, նրանք արդեն ճանաչում էին ինձ դեմքով։ Ես բարձրացա նրա հարկը, մտա ընդունարան։ Նրա բաճկոնը կախված էր նրա աթոռի թիկունքին։ Ես մոտեցա, որպեսզի կախեմ այնտեղ իմ շարֆը, և հանկարծ զգացի հոտը։ Ոչ իմը։ Թանկարժեք, ծանր ծաղկային օծանելիք, որից սուր խոցեց որովայնիս։ Այդ պահին նրա կաբինետի դուռը բացվեց։ Շեմին հայտնվեց նրա օգնականը և միաժամանակ ռազմավարական գործընկերը, իդեալական կոստյումով, կրունկներով, կոկիկ հարդարմամբ և գիշադրական ժպիտով։ Նա փակեց դուռը իր հետևից, ուղղեց շրթներկը, նկատեց ինձ և ժպտաց արդեն այլ կերպ, ակնարկով։ Ժպիտը այնպիսին էր, որ բառեր պետք չէին, սա վերջին կաթիլն էր։ Ես վերադարձա տուն, նստեցի սեղանին, կոկիկ ծալեցի թղթապանակում ամուսնության վկայականը, ինչ-որ փաստաթղթեր, և երեկոյան, երբ նա եկավ, հանգիստ ասացի. «Եկ գնանք ամուսնալուծվելու»։ Ինչի մասին ես մտածում։ Մենուայի ձայնը դուրս հանեց ինձ այդ պատկերներից, ես բացեցի աչքերս։ Նա նստած էր աթոռին տուփի մոտ և նայում էր ինձ։ Հայացքը արդեն ոչ փշոտ էր, ինչպես սովորաբար, այլ ինչ-որ հոգնած, թխրությամբ։ Այն օրվա մասին, երբ ես սպասում էի քեզ սրահում, պոկվեցի իմ մեջից, և ես անմիջապես սղճացի ասացիս։ Նա լարվեց, կարծես հարվածեցին։ Դեմքին անցավ ինչ-որ բան նման շփոթվածության, գուցե հիշեց։ Կամ գուցե նրա համար դա ընդամենը ոչ ուշագրավ օր էր հազարավորների մեջ։ Ներիր, խրպոտ ասաց նա։
Այն ժամանակ իսկապես չկարողացա պոկվել հանդիպումից։ Արդեն մեկ է, ես ծուր ժպտացի, զգալով, թե ինչպես խոցեց որովայնումս կտրուկ շարժումից։ Անցյալն արդեն անցյալ է։ Դու ստացար ամեն ինչ, ինչ ուզում էիր՝ կարիերա, պրեստիժ։ Միայն մեկը ես չեմ ուզում։ Ինչ հենց, հարցրեց նա։ Ես նայեցի քնած Արմենին եւ հանգիստ պատասխանեցի. Չեմ ուզում, որ իմ որդին մեծանա տղամարդ, ով նման է քեզ, սառը եւ եսասեր։ Նա կտրուկ բարձրացավ դիվանից, այն դժգոհորեն ճռնաց։ Նրանք ասես հարվածեցին իմ բառերով։ Կարող ես ինձ համարել անպետք ամուսին, ասաց նա։ Ձայնը ձգվեց որպես լար։ Ես դա չեմ ժխտում։ Բայց դու իրավունք չունես դատել, թե ինչպիսի հայր եմ ես, երբ ես դեռ անգամ չեմ հասցրել դառնալ։ Ես կտամ նրան ամեն ինչ, շարունակեց նա։ Լավագույն բժիշկներ, լավագույն դպրոցներ, համալսարան արտասահմանում, ուժեղ շրջապատ, հեռանկարներ։ Նա կունենա այնպիսի ապագա, որի մասին դու անգամ երազ չես տեսել։ Քեզ համար լավագույնը փողերն են, հանգիստ ասացի ես, չիջեցնելով աչքերս։ Միշտ էլ եղել է եւ կլինի։ Փողերը գործիք են, կտրեց նա։ Ես չեմ խաղում դրանք քարտերով եւ ոչ կազինոյում։ Ես աշխատում եմ, որպեսզի ապահովեմ նորմալ կյանք եւ ձեզ էլի դեպ։ Երեխային պետք է ոչ նորմալ կյանք, ընդհատեցի ես։ Նրան պետք է սեր։ Պետք է կենթանի մարդ կողքին, ոչ թե անվերջանալի դայակներ եւ անսահմանափակ քարտ։ Ոչ հայրով հայտնվում է միայն ստորագրելու հերթական պայմանագիրը։ Նա նյարդայինորեն սեղմեց ծնոտները։ Եվ ինչ ես առաջարկում։ Քայլ արեց ավելի մոտ, որպեսզի ես թողնեմ ընկերությունը, տանը նստեմ, տակտիրներ փոխեմ, եղիր լուրջ։ Աննա, աշխարհը այդպես չի կառուցված։ Այո, փողերը երջանկություն չեն գնում, բայց առանց դրանց դու չես կարող պաշտպանել երեխային ոչ հիվանդություններից, ոչ իրավաբաններից, ոչ նույն լրագրողներից։ Դու իսկապես մտածում ես, որ քո փոքրիկ պատկերասրահով կկարողանաս տալ նրան այն, ինչ կարող եմ տալ ես։ Գուցե ես չգնեմ նրան ամեն ինչ ամենալավը, հոգնած պատասխանեցի ես։ Բայց ես կարող եմ տալ նրան մեկը՝ լռություն, հանգիստ կյանք, առանց քո հավերժական սկանդալների, հավերժական գործարքների եւ օտեր մարդկանց, ովքեր կհամարեն նրան ոչ երեխա, այլ ժառանգորդ։ Ինձ պետք չէ, որ նա մեծանա պրոժեկտորների տակ որպես Միրզոյսնի որդի։ Մաքսիմը փրշտաց, ծուր շպտաց, գրեթե չար։ Լռություն, կրկնեց նա։ Դու իսկապես հավատում ես, որ քեզ հանգիստ կթողնեն, եթե մենակ դաստիարակ ես իմ որդուն։ Դու ընդհանրապես պատկերացում ես ինչպես է դա աշխատում։ Նա թեքվեց ավելի մոտ, խոսում էր հանգիստ, բայց յուրաքանչյուր բառը ինչպես կտտոց էր։ Մենուայի նախկին կինը ծննդաբերում է երեխա, ժառանգորդ ամուսնությունից դուրս։ Ով է հայրը։ Լրագրողները միայն այդպիսին են սպասում։ Մենակ մայր վարձակալված բնակարանում ընկած հյուսիսայինից կոմունալ կա։ Դու քեզ թերթերում չես պատկերացնում։ Ես սեղմում էի շուրթերս։ Նա իրավացի էր մեկ բանում։ Ամեն ինչ կապված է նրա հետ, ավտոմատ կդառնա բամբասանքի առիթ։ Մարդիկ սիրում են կեղտը, շարունակեց նա։ Քեզ եւ երեխային հանգիստ չեն թողնի, ոչ հարևանները, ոչ մամուլը, ոչ իմ ընտանիքը։ Դու մտածում ես մայրս կհաշտվի, որ իշ թորն ապրում է անհասկանալի որտեղ եւ ինչպես։ Նա կարող է բարձրացնել բոլորին, միայն թե դուք վերահսկողության տակ լինեք։ Դուրը կտրուկ թաքեցին, երկու անգամ։ Մենուան նյարդայինորեն արտաշնչեց։ Մտեք։ Պալատում նայեց նրա օգնականը, բարձրահասակ, նիհար, իդեալական կոստյումով։ Ռազմիկ։ Ես հիշում էի նրան դեռ այն ժամանակվանից, երբ ընկերությունը նոր էր աճում։ Այն ժամանակ նա Մենուայի հետ ինքն էր շին հրապարակում վազում, կոշիկներով կեղտի մեջ։ Հիմա նրա տեսքը ինչպես նախարարի էր։ Մենուա, զգուշորեն ասաց նա, հայացքը տեղափոխելով ինձանից երեխային։ Ներողություն, որ խանգարում եմ։ Հարսանիքի մասին։ Աման ինչ չեղարկված է, ինչպես հրահանգեցիք։ Բայց Մարինեի ընտանիքը, զայրացած է։ Նրա հայրը պահանջում է, որ դուք անմիջապես գաք։ Ասում է դա հարված է հեղինակությանը։ Մենուան ձեռքով արեց։ Ասա, որ հիմա զբաղված եմ։ Կգամ, երբ կկարողանամ։ Թող հանգստանան։ Ռազմիկը գլխով արեց, բայց չգնաց։ Մոտեցավ ավելի մոտ, դրեց սեղանիկին հաստ թղթապանակ։ Եվ եւս, ավելացրեց նա, ինչպես խնդրել էի կառավարության։ Մենուան վերցրեց թղթապանակը, թերթեց մի քանի թերթ եւ մեկնեց ինձ։ Ինչ է դա։ Կասկածանքով հարցրեցի ես, անգամ չդիպչելով։ Կարդա։ Հանգիստ ասաց նա։ Հետո կխոսենք։ Ես վերցրեցի թղթապանակը, սուզվեցի տեքստի մեջ։ Սկզբում տառերը խառնվում էին, բայց աստիճանաբար իմաստը սկսեց ձևավորվել։
Համաձայնագիր խնամակալության եւ երեխայի պահպանման մասին։ Ես կարդում էի ավելի առաջ, եւ ինձ նետում էր տաքից Սառը։ Այնտեղ ամեն ինչ կար։ Մենուան պարտավորվում է ամբողջությամբ ապահովել որդում եւ ինձ։ Գնել առանձին մեծ բնակարան, վարձել անձնակազմ, դայակ, բժիշկներ։ Առանձին նշված էին լավագույն կլինիկաները, մասնավոր մանկապարտեզները, դպրոցները, ամսական գումարները, ապահովագրությունները, ֆոնդերը, իսկ ավելի առաջ ամենայությունը։ Երեխան գրում է Միրզոյան ազգանունը, պաշտոնապես գրանցվում է ընտանեկան գործում։ Մենուան իրավունք ունի տեսնել նրան, երբ ուզում է, վերցնել իր մոտ, տանել արտասահման, որոշումներ ընդունել բուժման եւ կրթության մասին։ Ես բարձրացրի աչքերս եւ վաղուց ես պատրաստում այս ամենը, ձայնս դողաց։ Նոր ես իմացել երեխայի մասին եւ արդեն ամբողջ թղթապանակ։ Դու գիշերները այդպիսի բաներ ես պատվիրում պահեստի համար։ Նա անգամ չթարթեց։ Ես միշտ ունեմ պլան B, հանգիստ պատասխանեց նա։ Սա իմ աշխատանքն է հաշվարկել։ Եվ ոչ, ես հիմա չեմ խնդրում քո համաձայնությունը։ Ես քեզ տեղեկացնում եմ։ Այդ արտահայտությունը ամենից ավելի խոցեց։ Ես սեղմեցի թուղթը այնպես, որ այն ջռաց։ Քո պլան B-ն կայրվի դժոխքում, հանգիստ ասացի ես, եւ ամբողջ ուժով նետեցի թղթապանակը նրա կրծքին։ Ես ոչինչ դրանից չեմ ստորագրի, եւ մի մտածիր ինձ սովորեցնել, թե ինչ անեմ իմ երեխայի հետ։ Թղթապանակը հարվածեց նրան ընկավ հատակին, թերթերը ցրվեցին։ Նա անգամ հետ չքաշվեց, թեքվեց, հանգիստ հավաքեց բոլոր թերթերը, ուղեց դրանք, նորից դրեց ֆայլում եւ դրեց հետ սեղանիկին իմ հեռախոսի կողքին։ Մտածիր, ասաց նա նույնպես հավասար։ Դու հիմա թույլ ես վիրահատությունից հետո։ Մի նյարդայնացրու ինքդ քեզ, վաղը կխոսենք հանգիստ։ Նա շրջվեց դեպի դուռը եւ ավելացրեց չշրջվելով. Անվտանգությունը կմնա միջանցքում, պահեստի համար։ Անկամ մի փորձիր երեխայի հետ աննկատ հեռանալ այստեղից։ Դու ամբողջովին ես։ Ես խեղդվեցի զայրույթից։ Այս հիվանդանոցը քո շենքը չէ, որտեղ ես եւ իմ որդին ենք, դա իմ տարածքն է, չոր պատասխանեց նա։ Սովորիր։ Նա դուրս եկավ, դուռը փակվեց, եւ լռության մեջ հստակ գտած կողպեքը։ Ես պարկած էի չշարժվելով, լսում թե ինչպես են դրան հետևում ինչ-որ մեկը կարճ խոսում, գործնականորեն։ Պատկերացրի նրա երկու անվտանգության աշխատակիցներին, կանգնած երկու կողմերում, ինչպես ժամապահներ։ Դատարկ պալատը հանկարծ դարձավ նեղ։ Ես շրջվեցի Արմենի կողքը։ Նա քնած էր, նրա շնչառությունը հավասար էր, շուրթերը մի փոքր շարժվում էին, կարծես քնի մեջ դեռ կուրծք էր փնտրում։ Ես մատով անցկացրի նրա այդի վրա։ Ես չեմ տա քեզ վանդակ, շնշնջացի ես, ոչ մի միլիարդների դիմաց, բայց ինչ որտեղ ներսում արդեն սարում էր միտքը, վանդակը սկսել փակվել, եւ ես դեռ չէի հասկանում, թե ինչպես դուրս գալ դրանից։ Գիշերվա վերջում ես այնքան հոգնել էի, որ անգամ լացել չէի կարողանում։ Պարզապես պարկած նայում էի առաստաղին եւ լսում, թե ինչպես են դրան հետևում անվտանգության քայլերը մերթ մոտենում, մերթ հեռանում։ Ժամը 12-ին դուռը նորից բացվեց, հանգիստ, առանց հարվածի։ Մենուան վերադարձավ։ Նա արդեն ոչ հարսանյաց կոստյումով էր, այլ մուգ կապույտ վերնաշապիկով, մազերը հարդարված, դեմքը հոգնած, աչքերի տակ թեթև ստվերներ։ Ձեռքերում նոթբուք եւ հաստ թղթապանակ։ Բառեր ասել նա չսկսեց։ Պարզապես մոտեցրեց պատուհանին աթոռը, նստեց, բացեց նոթբուքը եւ սուզվեց աշխատանքի մեջ։ Էկրանի կապույտ լույսը լուսավորում էր նրա պրոֆիլը, դարձնելով դեմքը ավելի կոշտ, ավելի խիստ։ Ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր գլուխը, նայում Արմենին, հետո նորից սուզվում աղյուսակներում։ Այդպես նստեց գրեթե մինչև լուսաբաց։ Ես քնեցի ընդհատումներով ստեղների կտտոցի տակ, թերթերի շշնջոցի տակ։ Արթնացա թույլ լույսից, որը ներթափանցում էր վարագույրների միջով, եւ այն, որ ինչ-որ մեկը կանգնած էր մահճակալի մոտ։ Մենուան կանգնած էր կողքիս, փոքրիկ սև քարտով ձեռքերում։ Վերցրու, ասաց նա հավասար գործնական տոնով, կարծես խոսում էր գործընկերոջ հետ բանակցություններում։ Պրեմիում, առանց լիմիտի, գնիր ամեն ինչ պետք է քեզ, եւ երեխային, տակտիրներ, խառնուրդ, հագուստ, ծայլակ։ Մի սահմանափակիր ինքդ քեզ։ Պինը քո ծննդյան ամսաթիվն է։ Ես նայեցի փայլուն քարտին, հետո նրան։ Ինձ պետք չէ քո քարտը, հետ մղեցի ձեռքս։ Ես ինքս կհաղթահարեմ։ Ես ունեմ թեկուզ ինչ-որ փողեր։ Նա կնճռոտեց հոնքերը։ Դադարեցրու համարելը, Աննա։ Դու իսկապես համարում ես, որ այնինչ դու վաստակում ես քո պատկերասրահում, կբավարարի երեխայի նորմալ կյանքին, լավ խառնուրդներին, տակտիզներին, բժիշկներին, հետո մանկապարտեզին, դպրոցին, հատվածներին։
Միլիոնավոր երեխաներ աճում են առանց քո սև քարտերի, արտաշնչեցի ես։ Եվ ոչինչ, ապրում են։ Միլիոնավոր երեխաներ աճում են եւ առանց հոր, կտրուկ պատասխանեց նա։ Բայց դա չի նշանակում, որ այդպես պետք է լինի։ Դու չես ուզում, որ նա ուտի առաջին հանդիպած խառնուրդը, եթե կարելի է վերցնել ավելի լավը։ Դու ինքդ հազիվ ես կանգնած վիրահատությունից հետո։ Մինչև դու ապաքինվես, կարելի է գոնե չհաշվել կոպեկները։ Ես զգացի, թե ինչպես ներսում բռնկվեց հին կուտակված ցավը։ Իսկ որտեղ ես եղել այս բոլոր ամիսները, մինչ ես հազիվ կանգնած էի, գոռացի ես։ Որտեղ ես եղել, երբ ես գիշերները պարկած հաշվում էի, կբավարարի մեզ փողը Ուիզիի համար։ Որտեղ ես եղել, երբ ես անձրևի տակ տաքսի էի բռնում խորհրդատվության եւ հետ, երբ ստորագրում էի համաձայնությունը վիրահատությանը, կռացած ցավերից, մենակ։ Որտեղ ես եղել մենուա։ Ձայնս տողաց։ Արդյունքները ինքնորույն գլորվեցին այտերիս, եւ դրան կանգնեցնել ես այլևս չկարողացա։ Մի խոսիր ինձ հիմա նորմալ կյանքի եւ լավագույնի մասին։ Դու հրաժարվեցիր մեզանից այն պահին, երբ ընտրեցիր քո գործարքները եւ Մարինեին ընտանիքի փոխարեն։ Այն ժամանակ դու հրաժարվեցիր գեղեցիկ խոսքերի իրավունքից։ Նա լռեց։ Քարտը դեռ նրա ձեռքում էր, մատները սեղմած ամուր։ Մի քանի վայրկյան հետո նա իջեցրեց հայացքը եւ հանգիստ ասաց. Գիտեմ, որ սխալ եմ եղել։ Այդ բառերը նրան դժվարությամբ տրվեցին, լսվում էր ձայնից։ Ես չեմ կարող ժամանակը հետ տանել, շարունակեց նա արդեն խուլ։ Չեմ կարող վերադառնալ այն գիշերը, երբ դու կանգնած էիր քո կարմիր զգեստով, իսկ ես նստած էի միաձուլման վրա եւ ձևացնում, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Չեմ կարող ջնջել հիշողությունից, թե ինչպես ես դուրս եկար դատարանից, անգամ չշրջվելով։ Բայց ես կարող եմ ինչ-որ բան անել հիմա ձեզ երկուսի համար։ Տուր ինձ հնարավորություն։ Ոչ իմ պատճառով, նրա համար։ Նա դրեց քարտը սեղանիկին կարմիր վարդերի ծաղկամանի կողքին, որոնք ինչ-որ մեկը բերել էր գիշերը, եւ քայլ արեց դեպի պատշգամբի դուռը։ Բացեց, դուրս եկավ փոքրիկ ապակե պատշգամբ եւ ծխեց։ Նրա ուրվագիծը կիսաթափանցիկ ապակու մեջ բարձրանում էր բարակ ծուխ։ Ես նայում էի սև քարտին եւ հասկանում, որ ինչ-որ բանում նա իրավացի է։ Փողեր պետք են եւ երխային եւ ինձ։ Բայց այդ օգնություն ընդունելը նշանակում է բացել դուռը, որով նա կմտնի մեր կյանք տանկի պես։ Այնտեղ կմտնեն ոչ միայն բժիշկները եւ տակտիրները, այնտեղ կմտնի նրա վերահսկողությունը։ Հաջորդ առավոտյան կլինիկայի խաղաղությունը պատրվեց իսկական ներխուժմամբ։ Ես նոր էի սկսում քնել ընկնել կերակրումից հետո, երբ միջանցքում եսվեցին բարձր ձայներ, սայլակների ջռոց, խուլ հարվածներ։ Դուռը բացվեց եւ պալատ հոսեց մարդիկ։ Երկու բեռնակիրներ գլորեցին հսկայական տուփեր օտարերկրյա կրեմների լոգոներով։ Հետևից եւս մի քանիսը, ավելի փոքր։ Հետո ինչ-որ ապարատներ, անհասկանալի սարքեր, կարծես ոչ պալատում, այլ նոր գրասենյակում տեխնիկա են բերում։ Զգույշ տափխրուն է։ Հրամայում էր այդ խառնաշփոթի կենտրոնից մենուան, պլանշետը ձեռքին։ Այսպես, ստերիլիզատորը այնտեղ, լվացարանի կողքին։ Օդը մաքրողը պատուհանին։ Սայլակը դեր անկյունում, մահճակալը այստեղ, այս մեկի փոխարեն։ Ես նայում էի նրան։ Ինչ ես որոշել այստեղ պահեստ կազմակերպել։ Հարցրեցի, փորձելով չկորալ, որպեսի չվախեցնեմ Արմենին։ Մերուան շրջվեց դեպի ինձ բացարձակ գոհունակության արտահայտությամբ։ Ես բերել եմ միայն ամենաանհրաժեշտը, հանգիստ պատասխանեց նա։ Քեզ պետք է ամոթ լինի։ Այս կլինիկայի ամենաթանկ պալատում անգամ կեսը չկա այն, ինչ պետք է։ Ես չեմ վստահում նրանց սարքավորումներին։ Սա ամենաանհրաժեշտն է։ Ես դառը ժպտացի նայելով շշերի ստերիլիզատորին, խոնավացուցիչին, օդը մաքրողին, ավտոմատ օրորոցին ուժեղացված ֆունկցիայով եւ դեռ Աստված գիտի ինչին։ Այստեղ շուտով խնձորի տեղ չի մնա։ Այստեղ կլինի մեր որդին, ասեց նա։ Ուրեմն ամեն ինչ պետք է իդեալական լինի։ Այդ պահին պալատ մտավ կին մոտ 50 տարեկան, բաց կապույտ համազգեստով։ Մազերը հավաքված կոկիկ պոչիկի մեջ։ Դեմքը խիստ, բայց հանգիստ։ Կրծքին բեյջ։ Գալինա։ Նորածինների խնամքի մասնագետ։ Բարի առավոտ։ Խաղաղավարի արտասանեց նա գլխով ինձ։ Ես Գալինանը։ Մենուան վարձել է ինձ օգնելու ձեզ փոքրիկի հետ։ Ես հայացքս տեղափոխեցի մենուային։ Սա ով է, հարցրեցի։ Նա անմիջապես բացատրեց. Սա Գալինան է, պրոֆեսիոնալ դայակ բուժքույր, 20 տարվա փորձ, խոշոր կլինիկաներում վախցնվածների հետ։ Այս պահից նա կօգնի։ Կեսօրին դուռը նորից բացվեց, այս անգամ զգուշորեն, առանց աղմուկի։
Անին մտավ, սեղմելով տերմոս եւ փաթեթ, նայեց շուրջը եւ գրեթե նստեց տեղում տեսածից։ «Օ, տերիմ», շշնջաց նա, փակելով դուռը իր հետևից։ «Ես Իգեայում եմ, թե պալատում, այստեղ ինչ միայն չկա»։ Նա նստեցի մահճակալի եզրին, իջեցրեց ձայնը։ «Ամենը նա է, նա», գլխովարեցի ես, սահելով հայացքով ստերիլիզատորի ապարատների եւ կապույտ համազգեստով օտար կնոջ վրա, ով կարծես ոչինչ չէր, զբաղվում էր իմ որդով։ «Եվ սա ով է», գլխովարեց Անին դեպի Գալինան։ «Վաղցնվածների լավագույն մասնագետը», հեգնանքով պատասխանեցի ես, առնվազն այդպես ասաց նա։ «Հիմա ես այստեղ ավելորդ եմ»։ Անին նորից նայեց դայակին, մենուայային պատուհանի մոտ, հետո ինձ, դեմքը լուրջ դարձավ։ Նա թեքվեց ավելի մոտ, գրեթե դեմքիս։ «Աննա», շշնջաց նա, «ես այստեղ ինչ-որ բան իմացա։ Նրա ընտանիքն արդեն շարժվում է, մայրը առավոտյան զանգել է իրավաբաններին։ Նրանք պատրաստում են փաստաթղթեր պաշտոնապես ճանաչելու երեխային եւ գրանցելու նրա վրա ամեն ինչ»։ Նա հառաչեց. «Հասկանում ես, թե ինչի հոտ է գալիս։ Եթե ոչինչ չանենք, շուտով նրանք Արմենին կհամարեն ոչ քո որդի, այլ իրենց սեփականություն»։ Ես սեղմեցի Սավանը բռունցքով։ «Ինչ ես առաջարկում», հարցրեցի ես, թեև պատասխանն արդեն զգում էի բնազդի մակարդակով։ Անին ուղվեց, նայեց ուղիղի աչքերին եւ հանգիստ, բայց շատ կոշտ ասաց. «Պետք է փախչել, ինչեւ ուշ չէ, պետք է փախչել, մինչեւ ուշ չէ», ասաց նա, նայելով ինձ սառը։ «Ուր փախչել»։ Ես սեղմեցի Սավանը։ Նրա աչքերն ու ականջները ամենուրեք են։ «Իմ զարմուհու տատիկը տուն ունի գյուղում, անտառում, Գորիսից այն կողմ։ Տունը դատարկ է, նա արտասահմանում է, բանալիները իմ մոտ են։ Այնտեղ հանգիստ է, շուրջը սոչիներ, հարևաններ գրեթե չկան։ Թաքնվիր այնտեղ, մինչև Արմենը ուժեղանա, հետո կմտածենք, գուցե արտասահման, գոնե երկրի մյուս ծայրը»։ «Վաղցնված է», շշնջացի ես, նայելով որդուս։ «Մեքենայում ձմռանը»։ «Ես արդեն խոսել եմ ծանոթ մանկաբուժի հետ», ընդհատեց Անին։ «Եթե լավ փաթաթել եւ զգուշվարել, ոչ մի աղետ չի լինի»։ Կարևոր է մյուսն է, հասցնել հեռանալ, մինչև ԴՆԿ արդյունքները գան եւ մինչև նրա մայրը միացնի իր իրավաբաններին։ Հետո դու այստեղից այլևս դուրս չես գա։ Պվանը խելագարական էր հնչում։ Ես հազիվ էի քայլում վիրահատությունից հետո։ Արմենն ընդամենը մի քանի օր էր։ Բայց միտքը, որ մեծ որդուս հետ կգրանցեն նրանց ընտանիքում որպես գույք, ավելի էր վախեցնում, քան ճանապարհը։ «Երբ», հարցրեցի ես, զգալով, թե ինչպես է բերանումս չորանում։ Անին նայեց պատուհանի կողմը, որտեղ մենուան կանգնած էր հեռախոսով։ «Վաղը առավոտյան», շշնջաց նա։ Ես ստուգել եմ նրա ժամանակացույցը։ Ժամը 8-ին շատ կարևոր տնօրենների խորհուրդ ունի։ Նա կհեռանա կլինիկայից ժամը 6-ից մի քիչ հետո։ Պետք է հասցնի տուն, փոխվելու, գրասենյակ մտնելու։ Հենց որ նա գնա, ես կգամ հետևի բակից։ Նա թեքվեց ավելի մոտ։ «Դուրս կգաս ոչ գլխավոր մուտքից։ Միջանցքի վերջում կա ծառայողական վերելակ, հիշում ես։ Այն, որտեղ սպիտակեղենի սայլակները տանում են։ Այն գնում է ուղիղ ներքև, կոնտեյներների գոտի, առանց տեսախցիկների։ Այնտեղ կվերցնեմ քեզ։ Արմենին լավ փաթաթիր։ Ինքդ հագիր ինչ-որ աննկատելի բան։ Մնացածը իմ խնամքին է»։ Իսկ դայակը, նայեցի ես Գալինային, ով հենց դնում էր որդուս գերակրումից հետո։ Նա չի թողնի պարզապես այդպես գնալ։ «Նրա մասին մի անհանգստացիր», շպտաց Անին։ «Ես ինչ-որ բան կլցնեմ նրա սուրճի մեջ, ոչ մի մահացու իհարկե։ Մի քանի ժամ զուգարանում եւ նա մեզ չի խանգարի»։ Աչքերը փայլեցին։ «Դու միայն պատրաստ եղիր, հավաքիր ամեն ինչ»։ Պալատի դուռը կիսաբացվեց, մտավ մենուան, տեսավ մեզ թեքված իրար։ «Ինչի մասին եք շշնջում», հարցրեց արդեն կասկածով։ «Քեզ մասին»։ «Ում մասին էլ», անվրդով պատասխանեց Անին բարձրանալով։ «Բողոքում եմ ընկերուհիս, ինչ չար մարդ ես դու»։ «Լավ, գնում եմ, կթողնեմ ձեզ ընտանեկան երջանկություն կառուցել»։ Նա համբուրեց հիմայդը, շոյեց Արմենի ոտիկը եւ չսպասելով մենուայի պատասխանին դուրս եկավ։ Երբ դուռը փակվեց, ես զգացի, թե ինչպես է սիրտս բաբախում կոկորդումս։ Փախուստի պլանն արդեն ապրում էր առանձին կյանքով։ Դժվար էր եւ չեղարկելը, եւ մինչեւ վերջ տանելը։ Հաջորդ 2 օրերը ձգվեցին ինչպես ռեզին։ Արտաքինից ամեն ինչ գրեթե խաղաղ էր թվում։ Մենուան գրեթե չէր հեռանում կլինիկայից, բերել էր նոթբուք, փաստաթղթեր, պալատի անկյունը վերածել էր իր փոքրիկ գրասենյակի։ Գալինան զբաղվում էր Արմենով, ցույց էր տալիս մենուային, թե ինչպես փոխել տակտիրը, ինչպես պահել նորածնին։ Նրա մեծ ձեռքերը դողում էին, երբ վերցնում էր որդուն։ Մի անգամ տեսա, թե ինչպես է նա, մտածելով, որ ես քնած եմ, մատը մտցնում Արմենի բռունցքի մեջ։
Այն քնի մեջ ամուր սեղմեց այն։ Նա կանգ առավ և դեմքին հայտնվեց տարօրինակ մեղմ ժպիտ, որի նմանը վաղուց չէի տեսել։ Ամուր է բռնում, հանգիստ ասաց նա, նկատելով, որ ես նայում եմ։ Մեծանա, ուժեղ կլինի։ Հետաքրքիր է ումից, պոկվեց իմ մեջից, և ես անմիջապես սղչացի։ Նա նայեց ինձ, և արտահայտությունը անմիջապես մեղմացավ։ Աննա, արտասանեց նա, ես հասկանում եմ, որ դու զայրանում ես, բայց ես իսկապես ուզում եմ, որ մեզ մոտ հանգիստ լինի, գոնե նրա համար։ Դու մտածում ես, որ այդպես հեշտ, շրջվեցի ես։ Վերքերը քո բառերից և արարքներից չեն ապաքինվում մատի կտտոցով։ Կսպասեմ, համառ ասաց նա, կապացուցեմ, որ փոխվել եմ։ Երբեմն նայելով, թե ինչպես է նա անհարմար փոխում տակտիրը Գալինայի հստակ հրահանգներով կամ գիշերը վեր թռչում երեխայի լացից ավելի շուտ, քան ես հասցնում եմ բարձրանալ, ես գրեթե սկսում էի հավատալ այդ նոր ընտանեկան պատկերին։ Գրեթե։ Բայց հենց որ նա վերցնում էր հեռախոսը, անցնում չոր հրամայողական տոնի, նետում տարածության մեջ հերթական հեռացնել, տեղափոխել, չեղարկել, ամեն ինչ վերադառնում էր տեղը։ Նա նույնն էր, ով երբևէ մոռացել էր 3-րդ տարեդարձի մասին գործարքի պատճառով։ Ես չէի կարող իմ և որդուս ճակատագիրը դնել այդպիսի փխրուն հույսի վրա։ Փախուստից մեկ օր առաջ Մենուան տնից բերեց արգանակ։ Մեր խոհարարը եփել է, ասաց նա դնելով կոնտեյները սեղանիկին։ Կեր դեր տակ, օգտակար է։ Նա ինքը լցրեց ինձ արգանակը ամանի մեջ, փչեց, մոտեցրեց շուրթերիս, կարծես ես հիվանդ երեխա եմ։ Կեր, գրեթե մեղմ հրամայեց նա, այդքան գունատես։ Ես նայում էի և արգանակին, և նրան։ Նման ժեստը նախկինում կհասցներ ինձ մինչև արդյունքներ երջանկությունից։ Հիմա ներսում միայն մեղքիկ զգացում շարժվեց։ Ես պատրաստվում էի խաբել այդ մարդուն, խլել նրանից որդուն և անհետանալ։ Վաղը ես շուտ առավոտյան կարևոր ժողով ունեմ, զգուշացրեց նա, մինչ ես խառնում էի արգանակը գդալով։ Կգնամ ժամը 6-ին, կգավ ավելի ուշ։ Լսիր Գալինային, եթե ինչ-որ բան պետք է, զանգիր ինձ։ Նա թեքվեց, զգուշորեն համբուրեց քնած Արմենի ճակատը, հետո տատանվելով, թեթև դիպավ շուրթերով իմ մազերին։ Բարի գիշեր, ասաց և գնաց։ Ես մնացի նստած, բռնելով կուրծքս։ Սիրտս խելագարորեն բաբախում էր, բայց ոչ սիրուց, այլ վախից և զգացումից, որ քայլում եմ դեպի եզր, որի հետևում այլևս հետդարձ չկա։ Ներիր Մենուա, մտածեցի ես նայելով նրա հետևից, բայց ես չափազանց լավ գիտեմ, թե ինչով է ավարտվում կյանքը քո կողքին։ Այդ գիշեր ես գրեթե չքնեցի։ Երբ Գալինան դուրս եկավ միջանցք, ես զգուշորեն հանեցի պահարանից փոքրիկ պայուսակը, նախապես հավաքված։ Մի քանի տակտիր, Արմենի հագուստ, փաստաթղթեր, մի քիչ կանխիկ։ Պայուսակը թաքցրի մահքյակալի տակ, այնպես որ առաջին հայացքից չնկատվի։ Պատուհանից դուրս հորդառած սառը անձրև էր, քամին հարվածում էր ապակուն, ձայներ այնպիսին էին, կարծես ինքը եղանակը պատրաստվում էր փոթորքի։ Ժամը 6-ին Մենուան ինչպես ասել էր գնաց, նա համբուրեց քնած որդուն, կարճ գլխով արեց ինձ, կվերադառնամ խորհրդից հետո, փորձիր հիմարություններ չանել։ Ես միայն թեթև շարժեցի ուսերս։ Մի քանի րոպե հետո դրանի հետևում հանգիստ դարձավ։ Ես գիտեի, հիմա նա իջնում է, նստում իր մայբախը և գնում իր աշխարհ, ժողովների և արձանագրությունների։ Մնացել էր մեկ խոչընդոտ՝ Գալինան։ Անին նախապես ամեն ինչ կարգավորել էր, որպեսզի դայակը առավոտյան թեյի գա մեզ մոտ։ Երբ Գալինան մտավ ձեռքին բաժակ սուրճով, Անին արդեն պալատում էր տերմոսով և կոնտեյներով։ Ես ձեզ էլ տաք արգանակ բերեցի, ուրախ ասաց նա, և ինձ և ձեզ Գալինա։ Մինչ նրանք խոսում էին, Անին աննկատ լցրեց նրա սուրճի մեջ թույլ լուծողական, ստուգված, ոչ վտանգավոր, բայց բավարար, որպեսզի մարդուն կապի զուգարանի հետ մի քանի ժամով։ Շուտով, երբ Գալինան խմեց սուրճը, նա կնճռոտեց դեմքը, բռնեց որովայնից։ Ինչ-որ բան մրմնջաց։ Ներողություն, պետք է հեռանամ։ Գնացեք, ես այստեղ կնստեմ, արագ ասաց Անին, բարձրանալով այնպես, որ փակի ինձ։ Զուգարանի դուռը փակվեց, կտտաց կողպեքը։ Գնացինք։ Ես արագ հագա տաք բաճկոն, Արմենի վրա գցեցի 2 տաք ծածկոց, թողնելով միայն քիթը, վերցրի պայուսակը մահճակալի տակից։ Պալատը, որից մի քանի օր առաջ ամեն ինչ սկսվել էր, հանկարծ օտար թվաց։ Աթոռին Մենուայի բաճկոնը, սեղանիկին սև քարտը, օծանելիքի շիշը, ինչ-որ մեկի նվիրած ծաղկեփունջ։ Ամենը թողեցի այնպես, ինչպես կար։ Մենք դուրս եկանք միջանցք, դատարկ էր։ Բուժքույրերի պոստի մոտ ինչ-որ մեկը թերթում էր համակարգիչը, բայց ոչ ոք չնայեց մեզ։ Սովորական մայր երեխայի գրկում և ընկերուհի կողքին։ Մենք շրջվեցինք դեպի ծառայողական վերելակը միջանցքի վերջում։ Մետաղական դուռ, մաքրող միջոցների հոդ։
Ես սեղմեցի կոճակը, վերելակը երկար գուլգուլաց, վերջապես դռները բացվեցին, այնտեղից հարվածեց սառը և աղբի հոտ, արագ, շշնջաց Անին, գնացինք, մենք մտանք ներս, ես ամուր սեղմեցի Արմենին, սեղմեցի ներքևի կոճակը, թվերը էկրանին դանդաղ փոխվում էին, 5, 4, սեր, 2, 1, վերելակը կանգ առավ, դռները բացվեցին, մեզ հարվածեց սառցեոտ, առջևում բետոնե պատեր, մոխրագույն հրապարակ, կոնտեյներների շարք, զույգ բեռնման դռներ, հեռվում երևում էր ցանկապատ, կոնտեյներներից մեկի հետևում փայլում էին ֆարեր, Անիի փոքրիկ կարմիր կիապի կանտոն, պատված անձրևի կաթիլներով, ֆարերը թարթեցին 2 անգամ, գնացինք, Անին բռնեցին պայուսակը, ես ավելի ամուր սեղմեցի երեխային, և մենք գրեթե վազքով անցանք, կարը ցավում էր ամեն քայլափոխին, մեջքս լցվում էր սառը քրտինքով, բայց ես գնում էի չշրջվելով, մենք ընկանք մեքենան, ես տեղավորվեցի հետևում, դրեցի Արմենին գրկումս, փակեցի դուռը, Անին նստեց ղեկին, խոր շունչ քաշեց և սեղմեց գազը, մենք դուրս եկանք կլինիկայի բակից, շրջվեցին կողմնային փողոց, հետո պողոտա, առավոտյան խցանումներն արդեն սկսվում էին, բայց եղանակը երևի վախեցրել էր շատերին, մեքենաներ ավելի քիչ էին, քան սովորաբար, ինչպես ես կարծում, արդեն նկատել են, հարցրեց Անին չկտրելով հայացքը ճանապարհից, հավանաբար դեռ ոչ, շշնջացի ես, նայելով հետևի ապակուց, բայց կես ժամ հետո Գալինան անպայման դուրս կգա զուգարանից, մենք դուրս եկանք քաղաքից, անձրևը ուժեղացավ, հաշվիչները վազում էին ապակու վրայով այս ու այն կողմ, ջնջելով պատկերը։ Ես նայեցի ժամացույցին, ժամը 8:15 էր, հոգուս վրա մի փոքր թեթևացավ։ Մենուան հիմա անպայման տնօրենների խորհրդում է։ Նրա մոտ ամեն ինչ րոպեներով է։ Նրան հիվանդանոցը մտքովն անցնել չի էլ կարող։ Գրեթե դուրս եկանք, մտածեցի ես։ Եվ ահա, սրահի լռության մեջ հնչեց զանգ։ Կտրուկ, համառ։ Ես այնպես վախեցա, որ գրեթե թողեցի երեխային։ Ձայնը գալիս էր գրպանից։ Ինչ է սա։ Անին կարճ նայեց ինձ։ Դու հեռախոսն անջատել էիր։ Ես հանեցի սմարթֆոնը։ Էկրանին անծանոթ համար։ Բայց ես առանց ստորագրության գիտեի, թե ով է։ Սա այն նոր հեռախոսն էր, որ մենուան մի քանի օր առաջ տվել էր ինձ, ասելով, որ ցանկացած պահի կարողանամ զանգել իրեն։ Մի վերցրու, կտրուկ ասաց Անին։ Իջեցրու ապակին և դեն նետիր։ Ես ձգվեցի կոճակին, ապակին բացելու, բայց ձեռքս կանգ առա լոթում։ Ես չափազանց լավ էի ճանաչում մենուային։ Եթե չպատասխանեմ, նա չի հանգստանա։ Կմիացնի բոլոր իր լծակները։ Կգտնի մեզ ցանկացած գնով։ Իսկ եթե բռնի արդեն մեր փորձից հետո, ավելի վատ կլինի։ Ես խոր շունչ քաշեցի և մատով սահեցի էկրանին։ Այո, ասացի, փորձելով, որ ձայնս հավասար հնչի։ Վայրկյանները ձգվում էին։ Այն կողմում այնպիսի լռություն էր, որ լսում էի միայն իմ շնչառությունը։ Վայելում ես զբոսանքը։ Լսվեց վերջապես նրա ձայնը։ Հանգիստ։ Ոչ գոռոց, ոչ հիստերիա։ Միայն գիշատրաչական սահնություն։ Բերանումս այնպես չորացավ։ Ինչպես։ Դու իսկապես մտածում էիր, որ սա պարզ հեռախոս է։ Նա հանգիստ ծիծաղեց։ Ներսում առանձին մոդուլ հետևելու համար, հենց որ այս սարքը դուրս եկավ կլինիկայի պահպանվող կոտու սահմաններից, ինձ ծանուցում եկավ։ Հիմա ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք սիրալիր գլորվում։ Ինձ այնպիսի դող սաստեց, որ բռնվեցի նստատեղի երիզից։ Ինչ ես ուզում, շշնջացի ես, որ շրջվեք և վերադառնաք կլինիկա։ Առանց ավելորդ բառերի, պատասխանեց նա, քեզ 30 րոպե եմ տալիս։ Երբեք, ես չեմ վերադառնա քո բանտը, մենք կգնանք հեռում, դու մեզ չես գտնի։ Նայիր պատուհանից աջ, Աննա, ասաց նա նույն հավասար ձայնով։ Ես մեքենայաբար շրջեցի գլուխս։ Մեր փոքրիկ կարմիր մեքենայի կողքին գնում էր սև ջիփ, հավասարվելով մի փոքր առաջ անցնելով։ Ապակիները մուգ էին, բայց ես հստակ տեսնում էի վարորդի և մյուս ուղևորի ուրվագիծը։ Ջիպի ապակին մի փոքր իջավ, սև հագած տղամարդը ուղիղ նայեց ինձ և ժպտալով մատներով պատկերեց ատրճանակ։
Սրանք իմ տղաներն են, շարունակեց Մենուան։ Նրանք ձեզ հետևից գնում են կլինիկայից։ Եթե 30 րոպեում չշրջվեք, նրանք ինքնուրույն կուղեկցեն ձեզ հետ։ Հավատացեք, ձեզ դուր չի գա։ Աչքերիցս արցունքներ հոսեցին անողնականությունից։ Դու հրեշ ես։ Ես այն երեխայի հայրն եմ, որ քո գրկում է, նույնպես հանգիստ ասաց նա, եւ մարդ, ով սովոր է հասնել իր ուզածին։ Նա դադար արեց, հետո ավելացրեց. Եվ սա դեռ ամենը չէ։ Դու ունես լավ ընկերուհի Անի։ Այո, նրա փոքրիկ դիզայն ստուդիայով։ Ես զգացի, թե ինչպես է ինձ սառցե ձեռքով բռնում կոկորդից։ Մի դիպչիր նրան, շշնջացի ես։ Քանի որ ես հիսում եմ, ձեր ընկերությունը հիմա ձևավորվում է մեր կապույտ լուսին կուրորտը, շարունակեց նա առանց հույզերի։ Նրա կյանքի ամենամեծ պայմանագիրը։ Մեկ զանգ եւ պայմանագրերը չկան։ Մի քանի նամակ եւ նրա ստուդիային այլևս ոչ մի շինարար չի մոտեցնի օբյեկտին։ Ուզում ես, որ քո լավագույն ընկերուհին մնա առանց աշխատանքի, առանց հեղինակության եւ պարտքերի կույտով։ Ես փակեցի աչքերս։ Մի արա դա, խնդրում եմ։ Ընտրությունը քոնն է, հանգիստ ասաց նա։ Վերադառնում ես եւ մենք խոսում ենք։ Չես վերադառնում, հետո մի ասա, որ չեմ զգուշացրել։ Քեզ մոտ 30 րոպե։ Ժամանակը գնաց։ Կապը ընդհատվեց։ Հեռախոսում ծվծված։ Էկրանը մտնեց։ Մեքենայում կախվեց ծանր լռություն։ Միայն անձրևը թմքահարում էր տանիքին եւ հանդիպակաց մեքենաների վարերը թարթում էին ապակու վրա։ Անին այնպես էր սեղմում ղեկը, որ սպիտակել էին հոտերը։ Ես ամենը լսեցի, խրպոտ ասաց նա։ Մի արա այնպես, ինչպես նա ասում է։ Թքած այդ պայմանագրի վրա։ Թող գլորվի, կսկսեմ 0-ից, ոչ առաջին անգամ։ Ես նայեցի նրան, աչքերը փայլում էին զայրույթից եւ վախից։ Նա պատրաստ էր իմ պատճառով ռիսկի դիմել այն ամենով, ինչի վրա այդքան տարիներ աշխատել էր։ Չեմ կարող, շշնջացի ես։ Ես իրավունք չունեմ քանդել քո կյանքը, ինչպես նա քանդեց իմը։ Դու հիմա ինչի մասին ես։ Անին կտրուկ շրջեց գլուխը։ Եթե վերադառնաս, նա քեզ պարզապես բաց չի թողնի։ Դու կկորցնես որդուդ, քեզ կջարդեն։ Ես սեղմեցի Արմենին, նա քնած էր, ոչինչ չհասկանալով։ Նրա տաք քիթը խրված էր իմ կրծքին։ Ես հասկանում էի, որ ցանկացած դեպքում բարդվում եմ։ Ցանկացած տարբերակում ինչ որ մեկին ցանկ կլինի։ Հարցը միայն ում։ Շրջվիր, հանգիստ ասացի ես։ Աննա, դու խելագարվել ես։ Խնդրում եմ, դրեցի ձեռքս նրա ուսին։ Ես չեմ կարող ապրել այն մտքով, որ իմ պատճառով դու ամեն ինչ կորցրիր։ Սա իմ պատերազմն է, ոչ քոնը։ Ես կվերադառնամ, բայց ես դեռ վերջին խոսքը չեմ ասել։ Անին հարվածեց ափողղեկին։ Չորդ, արտաշնչեց հեկեկալով։ Լավ, նա միացրեց շրջանցիկը, զգուշորեն վերադասավորվեց մոտակա ելքում, շրջվեց եւ վերցրեց Երևան վերադարձի ուղղությունը։ Հետդարձի ճանապարհը նման էր վատ երազի։ Ես գրեթե չէի տեսնում, թե ինչ կա ապակուց դուրս, միայն ջրի հոսքեր եւ հազվադեպ մեքենաների ուրվագծեր։ Մի քիչ հետո Անին հանգիստ ասաց. հասանք։ Ես բարձրացրի աչքերս։ Մենք կանգնել էինք հենց այն հետնյամուտքի մոտ, որով նոր էինք փախել։ Մոխրագույն պատ, դարպասներ, կոնտեյներներ, ամեն ինչ նույնը։ Միայն հիմա այնտեղ կանգնած չէր միայն մեր պիկանտոն։ Դարպասների մոտ ինչպես սև գիշատիչ կանգնած էր հսկայական սև մայբախ, կողքերին 2 անվտանգության աշխատակիցներ հովանոցներով, ինչպես 2 սյուն։ Անին անջատեց շարժիչը։ Այդ պահին մայբախի հետևի դուռը բացվեց։ Մեքենայից դուրս եկավ Մենուան անթերի մուգ վերարկուով, ծխախոտը մատներում։ Նա նայեց ժամացույցին, բարձրացրեց հայացքը մեր մեքենային եւ դանդաղ քայլեց դեպի մեզ։ Քայլ առ քայլ, կարծես առջևում ամբողջ օր ունի։ Նա մոտեցավ մեքենային, չշտապելով, կարծես դուրս է եկել ոչ թե հանդիպելու փախչող կնոջի երեխայի հետ, այլ պարզապես օդ շնչելու։ Նա ծխեց, կարճ նայեց ժամացույցին, հետո մեզ եւ միայն այդ ժամանակ բացեց իմ կողմի դուռը։ Անձրևը թմբկահարում էր տանիքին, ինչպես թմբուկին։ Հասցրիկ, հանգիստ ասաց նա, անգամ մնացել է մի քանի րոպե։ Անին առաջինը դուրս թռավ մեքենայից, դեմքը սպիտակ էր զայրույթից։ Դու մարդ չես, ասաց նա, կնոջը երեխայի հետ սպառնալ, բիզնեսներով շանտաժ անել։ Անվտանգության աշխատակիցները անմիջապես քայլ արեցին մոտ, բայց Մաքսիմը միայն մի փոքր շրջեց գլուխը, սառը նայեց նրան, ինչպես աղմկոտ կոնդիցիոներին։ Դու պետք է շնորհակալ լինես ոչ ինձ, այլ Աննային, ասաց նա։ Եթե ուշանայիք գոնե 2 րոպեով, քո ստուդիան այլևս գոյություն չեր ունենա։ Նա հայացքը տեղափոխեց ինձ, երեխային տուր։ Ես ավելի ամուր սեղմեցի Արմենին,
Հետ քաշվեցի մեկ քայլ, դու խոստացար, ասեցի ես, եթե վերադառնամ։ Ես խոստացա, մտածել, ընդհատեց նա, ձայնն անմիջապես կոշտացավ։ Հիմա անձրև է գնում, կթրջվի, չես ուզում, գնա ինքդ։ Երեխան իմ հետ։ Ես նայեցի թրջված աստիճաններին, նրա վերարկուին մայբախի տակ սրահին նրա հետևում, Արմենը շարժվեց և խրպոտ լացեց, քամին միևնույն է ներթափանցում էր։ Ատամները սեղմելով ես քայլ արեցի առաջ, և չնայելով նրա աչքերին զգուշորեն փոխանցեցի որդուն նրա ձեռքերին, և այդ շարժման յուրաքանչյուր միլիմետրը ցավով արձագանքում էր իմ մեջ։ Նստիր մեքենան, կարճ հրամայեց նա, այստեղ ձեզ այլևս գործ չկա։ Ես նրա հետ կգամ, խրպոտ ասաց Անին, քայլ անելով դեպի ինձ։ Մենուան անգամ չշրջվեց։ Ոչ, ասեց նա, այս պահից դուք այլևս չեք շփվում։ Ընկերուհիներ, որոնք խորհուրդ են տալիս թողնել ընտանիքը և փախչել երեխայի հետ, Աննային պետք չեն, դու ընդհանրապես ով ես, որ ինձ հրահանգես։ Անին շտապեց առաջ, բայց անվտանգության աշխատակիցը մեղմ առանց կոշտության ձեռքը դրեց նրա ուսին, փակելով ճանապարհը։ Դու իրավունք չունես արգելել ինձ հանդիպել ընկերներիս, շշնջացի ես, զգալով, թե ինչպես է շնչառությունս խեղդվում։ Մենուան ուղիղ նայեց իմ աչքերին, և այդ հայացքում մերկ, ցինիկ խոստովանություն կար, իրավունք ունեմ, որովհետև հիմա ես վերահսկում եմ քո կյանքը։ Նա մի փոքր հրեց ինձ դեպի բաց դռան անցքը։ Նստիր, մի ստիպիր երեխային սառչել։ Ես շրջվեցի, Անին կանգնած էր անձրևի տակ, թրջված, սեղմված բռունցքները դողում էին, աչքերը փայլում։ Մեր հայացքները հանդիպեցին, և դա բավարար էր։ Դիմացիր, ասաց նա առանց բառերի։ Ներիր, պատասխանեցի ես նույնպես։ Անվտանգության աշխատակիցը զգուշորեն փակեց դուռը, ես հայտնվեցի ջերմության մեջ։ Մենուան նստեց կողքս, երեխայով։ Դուռը փակվեց, անձրև ունենաց դրսում, մեքենան մեղմ շարժվեց, ճանապարհը երկար չտևեց, բայց թվաց կեսկյանք։ Մայբախը սահուն շրջվեց փակ բնակելի համալիր, անցավ շլագբաումները, պահակախմբի և տեսախցիկների կողքով, և կանգ առավ ապակե մուտքի մոտ։ Վերև բարձրացանք վերելակով, որը գնում էր առանց կանգառների, ակնհայտորեն ամենավերին հարկ։ Դռները բացվեցին ուղիղ բնակարանում։ Սա մեր նոր տունն է, ասաց նա, քայլ անելով առաջ։ Ես դուրս եկա և կանգ առա։ Պենթհաուսը նման էր փայլուն ամսագրի նկարի։ Երկհարկանի տարած, ապակե պատեր հատակից մինչև առաստաղ, տեսարան դեպի Արարատ, տարածված ներքևում ինչպես բացիկի վրա։ Ամեն ինչ մոխրագույն սպիտակ տոնայնությամբ, իդեալական ընտրված կահույք, թավշյա դիվաններ, մարմար, փայլուն մակերեսներ և ոչ մի գրամ ջերմություն։ Գեղեցիկ է, հարցրեց նա։ Վիտրինայի պես, պատասխանեցի ես, միայն մանիկեններ են պակասում։ Նա ձևացրեց, թե չլսեց։ Երեխայի սենյակն այնտեղ է, գլխով արեց դեպի միջանցքը, քոնը կողքին։ Քեզ մոտ կլինի ամեն ինչ, հագուստ, ուտելիք, բուժքույրեր։ Միակ պայմանը դու այստեղից դուրս չես գա առանց իմ և առանց իմ իմացության, մինչև համոզված չլինեմ, որ նորից փախչելու փորձ չես անի։ Այսինքն դու պաշտոնապես ինձ տնային կալանքի տակ ես պահում, ճշտեցի ես։ Ես հոգում եմ մեր որդու անվտանգության մասին, ասեց նա, և քո մասին ի դեպ։ Նա նայեց ինձ, կարծես ուզում էր ինչ-որ բան ավելացնել, բայց մտափոխվեց։ Գնաց դեպի կաբինետը, ստուգիր սենյակը, եթե ինչ-որ բան պակաս է, կասես։ Ես ոտքերս քաշ տալով հոգնածությունից անցա միջանցքով։ Երեխայի սենյակը իսկապես իդեալական էր։ Տաք լույս, փափուկ գորգ, փայտե մահճակալ, փոխելու սեղան, սիրուն պաստառներ ամպիկներով, ամեն ինչ ամենալավը։ Բայց ինձ համար դա միայն ավելի սարսափելի էր։ Իմ սենյակը նա էլ էր պատրաստել, մեծ մահճակալ, զգեստապահարան, բազկաթոռ պատուհանի մոտ։ Ես մտա լոգարան, միացրի լույսը և կանգ առա։ Պատին գեղեցիկ շրջանակում ապակու տակ կախված էր նկար։ Փոքրիկ յուղաներ կետյուտ արևածաղկի դաշտ արևի տակ։ Մի փոքր կոր հորիզոն, ոչ կատարյալ գծեր։ Սա իմ առաջին կուրսի աշխատանքն էր, փորձնական։ Ես երբևէ ուզում էի դեն նետել, թվում էր սարսափելի անհաջող։ Մենուան այն ժամանակ ասել էր. մի համարձակվիր։ Այն քո պես է, ձգվում է դեպի լույսը, և վերցրել էր իրեն։ Ես համոզված էի, որ նա վաղուց ազատվել է դրանից, ինչպես ամեն ինչից, ինչը հիշեցնում էր աղքատ ուսանողուհու մասին։ Բայց ոչ, նա ոչ միայն պահպանել էր, այլև կախել այստեղ, իր իդեալական բնակարանում, և դեռ ապակու տակ, ինչպես արժեք։ Ես մատներով դիպա սառը ապակուն։ Ներսում ամեն ինչ սեղմվեց։ Ինչու անցավ գլխումս։
Ինչու պահել անցյալի այդ կտորը, եթե ինքդ այդ անցյալը ջարդել ես։ Աչքերս հուզվեցի։ Այս սենյակում ինձ ոչ ոք չէր տեսնում։ Արևածաղիկները նայում էին երևայական արևին, իսկ իմ սեփական լույսը վաղուց մարել էր։ Երեկոյան մենուան թակեց դուռը։ Գնանք ընթրելու, ասաց նա։ Պետք է նորմալ կերակրվել։ Ես դուրս եկա խոհանոց հյուրասենյակ եւ անկեղծ ասած պատրաստվում էի տեսնել սեղան դրված եւ օտար սպասավորներ։ Բայց տեսա մենուային սև գոգնոցով, որը ծիծաղելի էր թվում վերնաշապիկի վրա։ Նա լցնում էր արգանակը կաթսայի ծամանների մեջ։ Նստիր, ասաց դնելով ամանը իմ առջև։ Տաքացրի։ Խոհարարներին այսօր արձակեցի։ Պարտադեր չէ խաղալ երջանիկ ընտանիք, հոգնած ասացի ես նստելով։ Մենք վաղուց նոր ապսակներ չենք։ Ես չեմ խաղում։ Նա նստեց դիմացս։ Հանեց գոգնոցը։ Ես պարզապես ուզում եմ, որ մեզ մոտ նորմալ ընթրիք լինի։ Մենք վաղուց չենք նստել սեղանի շուրջ երկուսով։ Վերջին անգամ, հիշեցրի ես, երբ դու իմ երեսին նետեցիր ամուսնալուծության փաստաթղթերը եւ ասացիր, որ հոգնել ես իմ պարզ ընթրիքներից։ Նա կնճռոտեց դեմքը, իջեցրեց աչքերը։ Այն ժամանակ շատ ավելորդ բաներ ասացի, հանգիստ ասաց նա։ Զղջում եմ։ Բառերը հետ չես վերադարձնի։ Ես վերցրի գդալը, խառնեցի արգանակը ինչպես տարիները, ինչպես առողջ ամուսնությունը, որն ինքն էր սպանել իր կարիերայով։ Ես փորձեցի արգանակը։ Իսկապես համեղ էր, բայց ուտել չէի ուզում։ Կեր, մեղմ ասաց նա։ Ուժերդ դեր պետք կգան։ Ես լռելյան կերա կեսամանը։ Երբ բարձրացա, նա էլ բարձրացավ։ Լցրեց ինձ ջուր, տվեց ուշադիր նայելով։ Մի անհետացիր այլևս։ Հանգիստ ասաց նա գրեթե շշնջով։ Խնդրում եմ։ Ես զարմացած բարձրացրի հունքերս։ Դու ինքդ ինձ կտրեցիր քեզանից, երբ ճամպրուկով դուրս հանեցիր տնից։ Այն ժամանակ մտածում էի, որ գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Նա ծուր ժպտաց։ Այսօր առավոտյան, երբ մտա պալոտ եւ այնտեղ դատարկ էր, իմ մոտ պարզապես նա սեղմեց բռունցքները։ Առաջին անգամ կյանքում իսկապես վախեցա։ Դադարը ձգվեց։ Ես չեմ հավատում, անկեղծ պատասխանեցի ես։ Սերը այնտեղ է, որտեղ հարգանքն է, իսկ դու հարգանքը վաղուց չես ցույց տալիս։ Հիմա դու վախենում ես կորցնել ժառանգորդին, ոչ ինձ։ Նա մի փոքր դողաց կարծես ապտակեցին, այլևս ոչինչ չասաց։ Միայն հավաքեց ամանները եւ գնաց իր սենյակը, թողնելով ինձ հսկայական, չափազանց հանգիստ հյուրասենյակում։ Հաջորդ օրը ես պատահաբար հայտնվեցի նրա գրադարանում։ Պարզապես քայլում էի բնակարանով, որպեսի խելքս չտանեմ։ Արմենը քնած էր, Գալինան կողքին էր։ Ես գիտեի, որ մի քանի րոպեով կարելի է թողնել։ Գրքերի պահարաններ հատակից մինչև առաստաղ, կաշվե բազկաթոռ, սեղան։ Ես ձեռքս անցկացրի, հանեցի հաստ հատորը, եւ այդ ժամանակ լսվեց թեթև գտտոց, կարծես պատի ներսում ինչ-որ բան շաշվեց։ Պահարանի մասը հետ քաշվեց կողմը, բացելով նեղ խորշ։ Ներսում մետաղական դուռ, սեյֆի։ Ես կանգ առա, հետո ինքս չիմանալով ինչու, հավաքեցի թվեր, որոնք առաջինը եկան գլխիս։ Մեր ծանոթության օրը, 17 մարտի։ Կողպեգը կտտաց, դուռը բացվեց։ Ներսում ոչ այն էր, ինչ սպասում էի, ոչ փող, ոչ սարտեր։ Զույգ թղթապանակներ փաստաթղթերով եւ փոքրիկ թավշյա տուփիկ։ Ես բացեցի տուփիկը եւ շունչս կտրվեց։ Թավշի վրա ընկած էր բարակարծաթե մատանի կախված երիտասարդ լուսնի տեսքով։ Հենց այն էժանագին կախազարդը, որ նա նվիրել էր ինձ ուսանողուհի ժամանակ։ Դեռ աստղեր չունեմ, բայց ահա քեզ լուսինը կլուսավորի, երբ շատ մութ լինի։ Ես այն նետել էի լճակը պարկում ամուսնալուծության օրը։ Մտածում էի, որ այդպես էլ կմնա հատակին, մեր պատմության հետ միասին։ Ինչպես, շշնջացի ինքս ինձ։ Անմիջապես հասկացա, մենուին կարող էր վարձել ջրասուզակներ, համար, կհանի ամեն ինչ, եւ նա հանել էր։ Ես դրեցի տուփիկը հետ եւ վերցրի փաստաթղթերը, հիմնադրական պայմանագիր ֆոնդի։ Ֆոնդի անունը Միրզոյանի անվան ֆոնդ, գումարը 50 միլիոն, նպատակ ապագայի ապահովում, կրթություն, բժշկություն, բնակարան ամենանհրաժեշտը։ Վերջին թերթիկին նրա ձեռագիրը, մեծ, վստահ, բայց որոշ տեղերում մի փոքր դողացող, իմ որդու Արմենի համար։ Ներիր, որ նախկինում չգիտեի քո մասին։ Կյանքիս մնացածը կծախսեմ, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխհատուցեմ։ Այս կապիտալը միայն սկիզբն է։ Դու կստանաս ամեն ինչ, ինչի համար ես երբևէ պայքարել եմ, հայրիկ։ Ես կանգնած էի թերթը ձեռքերիս եւ զգում, թե ինչպես է ներսում ամեն ինչ շրջվում։ Նա իսկապես սիրում էր այդ երեխային իր ձևով,
փողերով, ֆոնդերով, վերահսկողությամբ, բայց սերը իրական էր, ոչ կեղծ։ Միայն այդ ամբողջ կառուցվածքում գրեթե ինձ տեղ չկար։ Այնտեղ որդինն էր, ֆոնդ, ստորագրություն, նա արդեն մտածել էր ֆոնդի անունը, արդեն գրել էր ազգանունը, անունը։ Առանց ինձ հետ խորհրդակցելու ոչ մի բանի մասին։ Ես դրեցի փաստաթղթերը հետ սեյֆում, փակեցի դուռը, հետ քաշեցի պահարանը։ Երեկոյան նա վերադարձավ անսովոր կենսուրախ, ձեռքերում ծրար։ Աննա, գրեթե շեմից կանչեց նա, արի այստեղ, ցույց տամ մի բան։ Ես դուրս եկա երեխայի սենյակից։ Մաքսիմը կանգնած էր հյուրասենյակի կենտրոնում այդ ծրարով և փայլում էր, ինչպես երեխա։ Եկան արդյունքները, ասաց նա, պաշտոնական։ Ես հոգնած նայեցի նրան։ Ինչ արդյունքներ։ Դե ընկա վերլուծություն։ Նա հանեց ծրարից թերթը, թափահարեց օդում։ 99-9։ Նա իմ որդին է, ժառանգորդը, աչքերը փայլում էին։ Նա քայլ արեց մոտ, կարծես ուզում էր գրկել ինձ։ Ես այդպես էլ գիտեի, որ նա քոնն է, հանգիստ ասացի ես, հետ քաշվելով։ Այդ թուղթը միայն քո ինքնահպարտության համար է, դու չես հասկանում։ Նա միևնույնը բռնեց իմ ձեռքերից։ Հիմա ոչ ոք չի կարող խլել նրան ինձանից, ոչ քո իրավաբանները, ոչ իմ հարազատները։ Ուրախ եմ քեզ համար։ Ես պոկեցի ձեռքերս, բայց խնդրում եմ մի շփոթիր, սա թուղթ է այն մասին, որ դու կենսաբանական հայր ես, իսկ լավ հայրը մի քիչ այլ բան է։ Ժպիտը նրա դեմքին դանդաղ մարեց։ Ես չեղարկեցի հարսանիքը, հանգիստ հիշեցրեց նա։ Ես բարձրացրի այս ամբողջ տունը ձեզ համար։ Ես գիշերները նստում եմ հիվանդանոցում, սովորում եմ պահել սեփական երեխային ձեռքերիս։ Ինչ էլ պետք է անեմ, որ դու հավատաս։ Դու չեղարկեցիր հարսանիքը, որովհետև չէիր ուզում կիսվել ժառանգորդով։ Կտրուկ պատասխանեցի ես, ոչ իմ պատճառով, եւ այս տունը ոչ մեզ համար, այլ սեփական պատկերի համար։ Ահա նա, ուժեղ, որդու հետ եւ հնազանդ մոր հետ գեղեցիկ վանդակում։ Նա դողաց. Քեզ միշտ քիչ է, այո, ձայնը կոշտացավ։ Տամ ամեն ինչ, վատ, չտամ, էլ վատ։ Դու ինքդ գնացիր, դու ինքդ դիմեցիր ամուսնալուծության, իսկ հիմա գալիս ես եւ պատմում, թե ինչպիսի բռնակալ եմ ես։ Ես գնացի, որովհետև չէի ուզում ամբողջ կյանքս կիսել քեզ միաձուլումների եւ Մարինեի հետ, հակադարձեցի ես։ Որովհետև հոգնել էի սպասել ամուսնու, ով ընտրում է ամեն ինչ, միայն ոչ ընտանիքը։ Նա քայլ արեց իմ կողմ, պարանոցի երակները ուռեցին։ Եվ դու ուզում ես զրկել ինձ հոր լինելու իրավունքից, որովհետև ես վատ ամուսին էի, մռնչաց նա։ Դու մտածում ես, որ ես չեմ տեսնում, թե ուր ես տանում։ Դու արդեն փորձեցիր փախչել։ Դու պատրաստ ես թաքնվել անկյուններում, միայն թե ձևացնես, որ ես գոյություն չունեմ։ Ես ուզում եմ պաշտպանել իմ երեխային։ Իմ ձեռքերը դողում էին, բայց ձայնս հավասար էի պահում։ Քո վերահսկողությունից, քո ընտանիքից, կյանքից, որտեղ նրան կսիրեն միայն ազգանվան համար։ Նա կտրուկ բարձրացրեց ձեռքը։ Մեկ վայրկյան ես տեսա, թե ինչպես են մատները սեղմում բռունցքի։ Ես անգամ չշարժվեցի։ Դե հարվածիր, հանգիստ ասացի ես։ Ցույց տուր, թե ինչ ես դարձել։ Նա կանգ առավ։ Ձեռքը կախված էր օդում, հետո գրոհով իջավ պատին կողքս, պաստարի վրա մնաց փոս։ Չորտ, արտաշնչեց նա, հետ քաշվելով մեկ քայլ։ Դու ինձ մինչև խելագարության ես հասցնում։ Նա ձեռքով անցկացրեց դեմքով, կարծես ուզում էր ջնջել ամեն ինչ, ինչ տեղի էր ունեցել։ Լավ, խուլ ասաց նա։ Ես եսասեր եմ, ամբիցիոզ։ Ես սովոր եմ հաղթել, բայց մեկ բան դու պետք է հասկանաս, ես երբեք չեմ տա այս երեխային ոչ ոքի։ Այդ տեսարանից հետո տունը կարծես մեռած դարձավ։ Գալինան խայլում էր խուլ-խուլ, ինչպես ստվեր, անում էր իր գործը եւ անհետանում։ Մենուան փակվեց կաբինետում։ Օրը մեկ անգամ գալիս էր Արմենի մոտ, լուր կանգնում մահճակալի մոտ եւ գնում։ Ինձ հետ գրեթե չէր խոսում։ Ես էլ փակվեցի իմ սենյակում։ Երեկոներին վերցնում էի որդուն գիրքս, նստում պատուհանի մոտ եւ նայում Երևանի լույսերին ներքևում։ Ես հասկանում էի, որ եթե գործը հասնի դատարանի, իմ շանսերը գրեթե 0 են։ Նրա մոտ փողեր, կապեր, հեղինակություն։ Իմ մոտ միայն փոքրիկ պատկերասրահ եւ նրա դավաճանության պատմություն, որ դատարանում կթվա պարզապես ընտանեկան կոնֆլիկտ։ Ինձ պետք էր որոշում։ Ոչ իրավաբաններով, ոչ սկանդալներով, այլ այնպիսին, որից ինքնս էի վախենում։ Այդպիսի գիշերներից մեկում ես բարձրացրի աչքերս քնած Արմենից եւ հանկարծ բարձ հասկացա, որ իմ մոտ միակ ելքը կա։ Շատ ծանր, գրեթե անտանելի,
բայց նրա համար միակազնիվը։ Այդ մտքից ինձ սառը քրտինք պատեց, բայց ես գիտեի, որ առավոտյան միևնույն է կասեմ մենուային իմ առաջարկի մասին։ Առավոտյան ես արթնացա ծանր, բայց արդեն ձևավորված մտքով, որոշումը ներսում էր դեռ գիշերը եւ հետ դարձ չկար։ Ես հասկանում էի, որ եթե հիմա սկսեմ տատանվել, ամեն ինչ կձգվի եւ երեխան կապրի մեծահասակների հավերժական պատերազմի մեջ։ Արմենը դեռ քնած էր, տաք, փոքրիկ, բռունցքայթին սեղմած։ Ես թեքվեցի, շնչեցի նրա կաթնային, մանկական, այդքան մաքուր հոտը։ Զգուշորեն ուղեցի ծածկոցը եւ դուրս եկա հյուրասենյակ։ Մենուան նստած էր դիվանին նույն հագուստով, ինչ երեկոյան։ Տեսքը այնպիսին էր, կարծես անգամ աչք չի փակել։ Ծխախոտի մնացորդներ մոխրանանում, սառը սուրճ սեղանիքին, հեռուստացույցն անջատված։ Ես կանգ առա դիմացը։ Մեզ պետք է խոսել, հանգիստ ասացի։ Ձայնս ինքս ինձ զարմացրեց, ոչ հիստերիա, ոչ դող։ Նա բարձրացրեց գլուխը, նորից հոգնած հարցրեց. Կարծես թե արդեն ամեն ինչ ասել ենք։ Ոչ, պատասխանեցի ես, ամենակարևորը չեմ ասել։ Ես մոտեցա, նստեցի բազկաթորի եզրին, որպեսզի կանգնեմ նրա առջև ոչ ներքևից, այլ հավասար։ Խոր շունչ քաշեցի։ Իմ մոտ առաջարկ կա, գործարք, արտասանեցի ես։ Քեզ այդ ձևաչափն ավելի մոտ է։ Նա ծուր ժպտաց շուրթերի անկյունով, բայց լռեց, ժեստով ցույց տալով շարունակիր։ Ես գիտեմ, որ այստեղ ես չեմ հաղթի, անկեղծ ասացի ես։ Քեզ մոտ փողեր, կապեր, ազգանուն։ Իմ մոտ երեխան գրկումս եւ փոքրիկ պատկերասրա։ Այս համակարգում դու կհաղթես։ Հարցը միայն թե որքան արյուն կթափվի բոլորի կողմից։ Մեկ վայրկյան փակեցի աչքերս։ Հետո բացեցի եւ հանդիպեցի նրա հայացքին։ Ուստի ես ոչ թե կպայքարեմ, այլ կպայմանավորվեմ։ Նա մի փոքր առաջ թեքվեց, դեմքին հայտնվեց զգուշություն։ Ինչ գործարք, հարցրեց նա։ Դու ուզում ես որդուն, ասացի ես։ Շատ, ես դա տեսնում եմ։ Դու արդեն ֆոնդեր ես կառուցում, բնակարաններ, պլաններ։ Եվ ես չեմ ուզում երեխային քարշ տալ դատարաններով եւ դառնալ նրա համար այն, ով հավերժ կրվում է հոր հետ։ Ուստի ես կզիջեմ։ Ես զգացի, թե ինչպես են մատներս ինքնուրույն սեղմվում։ Ես կստորագրեմ խնամակալությունից հրաժարում։ Հստակ արտասանեցի ես։ Ամբողջությամբ, պաշտոնապես։ Դու կլինես միակ օրինական խնամակալը։ Ժառանգորդ, ֆոնդ, ամեն ինչ ինչպես դու սիրում ես։ Նա նայում էր ինձ այնպես, կարծես ես առաջարկել էի վաճառել տունը 1 դրամով։ Դու հիմա հասկանում ես, թե ինչ ես ասում։ Խրպոց հարցրեց նա։ Դու լուրջ ես։ Այո, պատասխանեցի ես։ Բայց մեկ պայմանով։ Նա լռեց, բայց ես տեսա, թե ինչպես են ուսերը լարվում։ Ես մնում եմ նրա հետ այստեղ մինչև 3 տարեկան, ասացի ես։ Ապրում եմ այս տանը, ինքնս եմ խնամում նրան։ Դու ամեն ինչ վճարում ես՝ բնակարան, ուտելիք, բժիշկներ, ամեն անհրաժեշտը։ Դու կարող ես տեսնել որդուն որքան ուզես, խաղալ, զբոսնել, կողքին նստել, բայց չես միջամտում, թե ինչպես եմ ես դաստիարակում նրան այդ 3 տարիներին։ Չես տանում բանկետների, չես տալիս էլիտար մանկական կուրսերի, չես տանում քո մոր մոտ ամեն հանգստյան օրեր։ Ես շունչ քաշեցի։ Իսկ այն օրը, երբ նրան տարեկան դառնա, ես ընդհանրապես գնում եմ այս տանից, ձեր կյանքից, առանց սկանդալների, առանց շանտաժի, առանց փախուստի։ Ես պարզապես հավաքում եմ իրերս եւ անհետանում։ Դու ինձ չես փնտրում, չես հետապնդում, չես խլում ինձանից լռության իրավունքը։ Ես դադարում եմ լինել ձեզ համար խնդիր։ Սենյակում կախվեց այնպիսի լռություն, որ լսվում էր, թե ինչպես է ջեռուցման խողովակներում օդը սուլում։ Նա երկար ոչինչ չասաց։ Պարզապես նստած էր արմունկները ծնկներին հենած եւ նայում ինձ, կարծես փորձում էր հասկանալ, կատակում եմ։ Սա դաժան է, վերջապես հանգիստ ասաց նա։ Առաջին հերթին քո նկատմամբ։ Դու սա անվանում ես գործարք, բայց իրականում դու առաջարկում ես ինքդ քեզ ջնջել։ Դու կամավոր ուզում ես թողնել երեխային։ Ես չեմ թողնում, ուղեցի ես։ Ես ընտրում եմ, թե կոնկրետ ինչպես չզրկել նրան ոչ մորից, ոչ հորից։ Հիմա մեզ մոտ միայն 2 ճանապարհ կա։ Պատերազմ միջև կապույտ դեմք կամ հստակ պայմանավորվածություն։ Պատերազմն է իրավաբաններ, կեղտ, մեր ներքնազգեստի հանրայնացում, քո մայրը, ճնշում, սպառնալիքներ եւ երեխա, ով մեծանում է 2 ճամբարների միջև։ Դու դա ուզում ես։ Նա սեղմեց շուրթերը, բայց աչքերը կողմ տարավ։ 3 տարի մենուա, ավելի մեղմ շարունակեցի ես։ Սա ոչ թե պարզ թիվ է։
Սա ամենակարևոր տարիներն են, երբ երեխան կառչում է մորից, երբ ձևավորվում է նրա բազային զգացումը աշխարհի մասին, վախեցնող է, թե անվտանգ։ Ես ուզում եմ տալ նրան այդ 3 տարիները՝ ջերմություն, հանգիստ, գրկահարնություններ, որպեսզի նա հիշի, որ ուներ մայր, ով սիրում էր իրեն։ Ոչ թե հավերժական կռիվ և դատարաններ։ Ես կուլ տվեցի կոկորդիս խցանը։ 3 տարեկանից հետո դու և առանձինց կկարողանաս ապահովել նրան ամեն ինչ։ Լավագույն դպրոցներ, բժիշկներ, սպորտային բաժիններ։ Իսկ ես կդիմանամ մեկ անգամ կիսվելուց, բայց ոչ ամբողջ կյանքում։ Նա բարձրացրեց աչքերը իմ վրա։ Նրանց մեջ ամեն ինչ խառնված էր՝ զայրույթ, վախ, ցավ, համառություն։ Դու ինձ չես հավատում, ասաց նա։ Ոչ մի բանի մեջ։ Ոչ որ ես կարող եմ հայր լինել, ոչ որ կարող եմ փոխվել որպես ամուսին։ Դու չես հավատում, որ մենք կարող էինք ընտանիք լինել։ Ոչ, չեմ հավատում, հանգիստ պատասխանեցի ես։ Քո աշխարհը և իմը չափազանց տարբեր են։ Ես հոգնել եմ ապրել քո գրաֆիկով, քո գործարքներով և օտարոց անելիքի հոտով քո բաճկոնի վրա։ Ինձ ուժեր չեն մնացել կռվել քո մորը և քո ամբիցիաների հետ։ Ես ընտրում եմ ոչ քեզ։ Ես ընտրում եմ երեխայի կայունությունը։ Թեկուզ այդ գնով։ Նա իջեցրեց գլուխը, շփեց քունքը, ինչպես անում է, երբ միգրեն է սկսվում։ Եթե մենք այդպես անենք, ասաց նա դադարից հետո, դու հասկանում ես, որ հետահետ դարձ չի լինի։ Դու ինքդ կստորագրես փաստաթղթերը։ Դու ինքդ կդնես ամսաթիվը, որից հետո նրա համար օտար կլինես։ Երբևէ ապրել է այդպիսի մայր Աննա։ Հասկանում եմ, ասացի ես։ Սա էլ իմ գինն է։ Ես նայեցի դեպի երեխայի սենյակը, որտեղ հավասար տկտկում էին ժամացույցները և միևնույն է համաձայն եմ։ Նա մի քիչ լռեց, հետո բարձրացավ, մոտեցավ պատուհանին, կանգնեց նայելով փետրվարյան մոխրագույն քաղաքին։ Ուսերը ընկան։ Լավ, վերջապես ասաց նա։ Ձայնը խրպոտ էր, կարծես ամբողջ գիշեր գոռացել է։ Համաձայն եմ, 3 տարի։ Նա շրջվեց դեպի ինձ։ 3 տարի դու ապրում ես այստեղ նրա հետ։ Ես վճարում եմ ամեն ինչ և չեմ քաշ տալիս դատարաններով։ 3 տարի հետո մենք միասին գնում ենք նոտարի մոտ, ձևակերպում եմ քո խնամակալությունից ամբողջական հրաժարումը։ Դու գնում ես և ես քեզ չեմ փնտրում։ Սա ես ուզում լսել։ Համաձայն եմ, 3 տարի։ Միայն մեկ կետ ավելացրու։ Նա զարմացած բարձրացրեց հոնքը։ Այս 3 տարիներին դու ինձ չես կոտրի, ասացի ես։ Չես փորձի վերադարձնել կնոջը, ճնշել, գնել, կազմակերպել։ Ես այստեղ եմ երեխայի համար, ոչ քեզ համար։ Նա ծուր ժպտաց, բայց առանց ուրախության։ Լավ, խոստանում եմ։ 3 տարի ես քեզ չեմ դիպչի որպես կնոջ, միայն որպես իմ որդու մայր։ Մենք ևս մի քիչ լռեցինք, հետո նա մոտեցավ, մեկնեց ձեռքը։ Գործարք, ասաց։ Ես 1 վայրկյան տատանվեցի, բայց միևնույն է դրեցի իմ ափը։ Սեղմեցինք ձեռքերը ինչպես 2 գործընկերներ, ոչ թե նախկին ամուսիններ։ Երբ վերադարձա երեխայի սենյակ, ոտքերս տողում էին։ Արմենը հենց արթնանում էր, հանգիստ նայում էր առաստաղին։ Տեսավ ինձ, ժպտաց իր մանկական ձևով, բերանը լայն բացելով, ձեռքերը թափահարեց։ Ես վերցրի նրան գիրքս, սեղմեցի այնպես, որ կուրծքս ցավեց։ Ներիր ինձ փոքրիկս, շշնջացի ես, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում։ Ես սարսափելի բան եմ անում։ Այո, բայց այլ կերպ ես քեզ չեմ հանի այս աշխարից։ Նա տաք ճակատով խրվեց իմ պարանոցին, հավասար շնչեց։ Ես նստեցի բազկաթոռին և լացեցի լռելիային, որպեսզի չվախեցնեմ նրան։ Ամեն ինչ կուտակվել էր այս ամիսներին, ցավը, զայրույթը, վախը դուրս էր գալիս այդ արդյունքների հետ։ Գլխումս ամեն ինչ դրամաբանական էր, թղթի վրա իդեալական լուծում, հայրը երեխայի կողքին, մայրը տալիս է նրան բազան և գնում, չքանդելով նրա կյանքը մեծահասակների պատերազմով։ Միայն սիրտս զգում էր, կարծես արդեն այսօր, ոչ թե 3 տարի հետո, կանգնած եմ կայարանում փոքրիկ ճամփրուկով և նայում, թե ինչպես է գնացքը իմ որդու հետ հեռանում առանց ինձ։ Հեռվում դուռը փակվեց, գուցե Գալինան եկավ, գուցե Մենուան դուրս եկավ միջանցք։ Մեզ մոտ լսվում էր միայն բնակարանի թեթև գուլգուլոցը։ Ես այդովս սեղմեցի Արմենի փափուկ մազիկներին։ Ես քեզ հետ, շշնջացի ես, ճիշտ 1005 օր։ Սարսափելի թիվ, հա՞։ Բայց ես յուրաքանչյուր օրից կքամեմ ամեն ինչ, որպեսզի դու հիշողություն ունենաս ոչ դատարանների, այլ իմ մասին։ Իսկ հյուրասենյակում Մենուան նստած էր կիսախավարում, առանց լույս վառելու։ Նա ծխեց, խոր ներշնչեց ծուխը։ Կարմիր կետը թրթրում էր խավարում, մերթ վառվելով, մերթ մարելով։ Ցածր սեղանիկին դեռ բացված էր ԴՆԿ-ի ծրարը։
Կողքին ինչ-որ թղթապանակ նոր օբյեկտի պլաններով։ Հեռախոսը թարթում էր չպատասխանված զանգերով։ Ձևականորեն նա ստացել էր ամեն ինչ, ինչի համար պայքարում էր։ Որդին մեկ տանիքի տակ։ Ազգանունը նրա։ Ֆոնդը ձևակերպված։ Կինը, որից դեռ չի կարողանում վերջնականապես կտրվել, կողքի սենյակում։ 3 տարի ամբողջական վերահսկողություն։ 3 տարի, երբ կարող է նայել, թե ինչպես է որդին անում առաջին քայլերը։ Ասում առաջին բառերը, գնում մանկապարտեզ, իսկ մայրը հանգիստ դաստիարակում է, առանց իրավաբանների մոտ վազվզելու։ Բայց ինչ-որ պատճառով ներսում դատարկ էր։ Նա նայում էր փակված դրանը երեխայի սենյակի, որի հետևում վառվում էր մեղմ գիշերային լույսը։ Այնտեղից լսվում էր թեթև հազ, շշուկ, իմ խուլ ձայնը։ Մաքսիմը հանկարծ հասկացավ, որ հաղթել է, բայց ոչ այնտեղ։ Հաղթել է երեխայի համար մարտում, բայց ինձ համար պատերազմը վերջնականապես պարտվել է։ Այո, ես կմնամ նրա տանը, կնստեմ նրա սեղանի շուրջ, կլվանամ նրա լվացքի մեքենայով, կզբոսնեմ որդուս հետ նրա բակում, բայց սիրտս ես արդեն վերցրել եմ, եւ իմ հեռանալու ամսաթիվը նույնպես ինքս եմ դրել։ 3 տարի հետո այս պենթհաուսը կմնա նույնը, ապակե, հարմարավետ, թանկարժեք։ Նրանում կվազի տղա նրա աչքերով եւ համառությամբ։ Կլինեն դայակներ, խոհարարներ, նոր կանայք, գուցե անգամ նոր պաշտոնական կին։ Միայն մեկ բան չի լինի՝ ես։ Այս տունը եւս 3 տարի կլուսավորվի ներսից երեխայի սենյակի գիշերային լույսով եւ իմ ձայնով, որ սովորությունից կկարդա հեքիաթներ քնելուց առաջ։ Իսկ հետո իմ կողմից լույսը կմարի եւ կսկսվի այլ պատմություն։ Առանց ինձ։ Նա մարեց ծխախոտը, հետ ընկավ դիվանի թիկունքին եւ վերջապես թույլ տվեց իրեն այնինչ վաղուց չէր թույլ տալիս։ Մեկ տակ հարցունք գլորվեց այտով այն մեծահասակ տղամարդու, ում մոտ կա ամեն ինչ, ինչի մասին երազում են հազարավորներ։ Փող, իշխանություն, կարգավիճակ, առողջ ժառանգորդ։ Միայն թե ամենակարևորը նա պահել չկարողացավ, եւ ոչ մի ֆոնդեր, բնակարաններ եւ ազգանուններ այլևս դա չեն գնի։ Շնորհակալություն, որ լսեցիք այս պատմությունը մինչև վերջ։ Գրեք մեկնաբանություններում, քանի տարեկան եք եւ որ երկրից։ Մեզ կարևոր է իմանալ, թե ով է մեզ դիտում։ Դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Արխիվում եւս շատ իրական պատմություններ կյանքից։